Միլիոնատերը լաց էր լինում մոր գերեզմանի մոտ, երբ մի խնամակալուհի ասաց. «Նա ողջ է»։ Նա երդվեց, որ տարեց կինը բանտարկված է ծերանոցում, հանգստացնող դեղերով, ամեն գիշեր կանչում է իր որդուն։ Տղամարդը կարծեց, թե դա խելագարություն է, մինչ չհասկացավ, որ թաղման օրը երբեք մարմինը չի տեսել։ Եթե այս գեղեցիկ հաղթահարման սիրո պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակելով. Կիրակին միշտ նույն ծանրությամբ էր գալիս։ Գաբրիել Ալթունյանն արթնանում էր Մաշտոցի պողոտայի շքեղ պենթհաուսում, զգալով ծանոթ սեղմումը կրծքավանդակում, այն ցավը, որը նույնիսկ ժամանակը չէր կարող մեղմել։ 3 տարի էր անցել նրա աշխարհի փլուզումից, այնուամենայնիվ, ամեն կիրակի առավոտ բերում էր նույն դատարկության զգացումը։ Նա դանդաղ վեր էր կենում, ապակեպատ պատուհանից դիտում էր Երան քաղաքը, որն արթնանում էր մոխրագույն երկնքի տակ, ճշգրիտ գիտեր, թե ինչ էր նախատեսում օրը։ Կիրակի էր։ Մորը այցելելու օրը։ Մարիամը դեռ քնած էր, երբ նա դուրս եկավ սենյակից։ Կինը միշտ հարգում էր այդ մենակ ծեսը, երբեք չէր պնդում իրեն ուղեկցել, երբեք չէր հարցնում, թե ինչու նա պետք է ամեն շաբաթ գնար։ Նա հասկանում էր, կամ գոնե ասում էր, որ հասկանում է։ Կորստից հետո առաջին ամիսներին Մարիամը եղել էր նրա ապահով նավահանգիստը, այն մարդը, ով ամեն ինչ կազմակերպեց, երբ նա ամբողջովին ջախջախված էր ցավից։ Նա էր, ով հոգաց այն մանրամասների մասին, որոնց համար նա ուժ չուներ դիմակայելու, ով կայացրեց անհրաժեշտ որոշումները, մինչ նա հազիվ էր կարողանում անկողնուց վեր կենալ։ Գաբրիելը շնորհակալ էր դրա համար։ Խորապես շնորհակալ։ Հայելապատ վերելակում նա ուղղեց փողկապը, որը համառորեն կրում էր կիրակի օրերին, լուր հարգանքի տուրք։ Դռնապանը հարգալից գլխով արեց, արդեն սովոր այդ գետային առօրյային։ Վարորդը սպասում էր պատրաստ մեքենայով, իմանալով նպատակակետը առանց հարցնելու։ Կոմիտասի անվան Պանթեոն։ Միշտ նույն տեղը։ Միշտ սպիտակ ծաղիկները, որոնք Գաբրիելը զգուշությամբ էր բռնում, գնված անկյունի ծաղկի խանութից, որը շուտ էր բացվում նրա համար։ Երթևեկությունը թեթ էր այդ կիրակի առավոտ։ Երանն ուներ այս տարօրինակ շնորհը, կիրակի օրերին բոլորովին այլ քաղաք թվալու, ավելի հանգիստ, գրեթե մելամաղձոտ։ Գաբրիելը մեքենայի պատուհանից դիտում էր ծանոթ փողոցները, շենքերը, որոնք վկայում էին նրա պատմությունը, զգում էր այն ցավոտ ծանոթությունը նրա, ով կրում է սուգ, որը երբեք չի ավարտվում ապաքինվելով։ Նրա մայրը, Լեոնորա Ալթունյանը, եղել էր նրա կյանքի ամենակարևոր մարդը։ Ուժեղ կին, վառ անհատականությամբ, ով միայնակ էր մեծացրել որդուն այն բանից հետո, երբ հայրը լքել էր նրանց, երբ Գաբրիելը դեռ երեխա էր։ Նա անխոնջ աշխատել էր, կարի փոքր բիզնես էր ստեղծել, որը տարիների ընթացքում աճել էր, երբեք թույլ չէր տվել, որ որդին որևէ բանի պակաս զգա։ Նա էր, ով խրախուսել էր նրան սովորել, մեծ երազել, հավատալ, որ կարող էր ավելին լինել, քան հանգամանքները թույլ էին տալիս։ Երբ Գաբրիելը սկսեց բարգավաճել բիզնեսում, երբ վերջապես կարողացավ մորը տալ այն հարմարավետությունը, որին նա արժանի էր, ամեն ինչ կարծես թե իր տեղն էր գտնում։ Նա հարմարավետ բնակարան գնեց Լեոնորայի համար, բուժքույր վարձեց նրան ուղեկցելու համար այն բանից հետո, երբ նա սկսեց առողջական խնդիրներ ունենալ, ապահովեց, որ նա լավագույնն ունենա։ Եվ ապա, հանկարծ, ամեն ինչ ավարտվեց։ Սրտի կաթված, ասացին։ Արագ, առանց նախազգուշացման, առանց հրաժեշտ տալու ժամանակի։ Գաբրիելը գործուղման էր, երբ ստացավ Մարիամից զանգը։ Նրա ձայնը դողդողում էր, ցնցված էր։ Լեոնորան մահացել էր գիշերը։ Նա պետք է անմիջապես վերադառնար։ Այդ օրվա հիշողությունը դեռ ոչնչացնում էր նրան։ Գաբրիելը տուն հասավ, տեսնելով, որ ամեն ինչ արդեն կազմակերպված է։ Մարիամը, ինչպես միշտ արդյունավետ, հոգացել էր յուրաքանչյուր մանրամասնի մասին։ Հոգեհանգիստը նշանակված էր, ծաղիկները պատվիրված, փաստաթղթերն արդեն ուղարկված։ Նա նրբորեն բացատրեց, որ ավելի լավ կլինի դագաղը փակ պահել։ Սրտի կաթվածը շատ հանկարծակի էր եղել, մարմինը պետք է ընթացակարգերի ենթարկվեր, այդպես ավելի արժանապատիվ կլիներ, ավելի հարգալից Լեոնորայի հիշատակի նկատմամբ։ Գաբրիելը, չափազանց քայքայված որևէ բան հարցնելու համար, պարզապես համաձայնեց։ Նա ուժ չուներ վիճելու, պնդելու, որևէ բան անելու, բացի նստելու այդ զգոսենյակում ժամերով լաց լինելու փակ դագաղի առջ, որը պարունակում էր աշխարհում ամենաշատ սիրած մարդուն։ Այժմ, 3 տարի անց, Գաբրիելը շարունակում էր վերադառնալ։ Ամեն շաբաթ, առանց ձախողման։
Նա կայանեց մեքենան, քայլեց գերեզմանատան ծառապատ միջանցքներով, անցավ ծանոթ-անծանոթ գերեզմանների կողքով, մինչ հասավ Ալթունյանների ընտանեկան դամբարանին։ Դա գեղեցիկ խնամված վայր էր, մարմարե տապանաքարով, որի վրա փորագրված էր Լեոնորայի անունը, այն ամսաթվերը, որոնք նշում էին նրա կյանքի ընթացքը։ Գաբրիելը միշտ զգուշությամբ մաքրում էր քարը, թառամած ծաղիկները փոխարինում թարմերով, իսկ հետո նստում էր այնտեղ, լուր զրուցելով մոր հետ։ Այդ կիրակին, սակայն, այլ ծանրություն էր բերում։ Հաջորդ շաբաթ Գաբրիելը կբացեր Լեոնորա Ալթունյան հիմնադրամը, բարեգործական նախագիծ, որն ուղղված էր ցածր եկամուտ ունեցող ձեռներեց կանանց։ Դա նրա ցավը ժառանգության վերածելու միջոցն էր, ապահովելու, որ մոր անունը շարունակի տարբերություն մտցնել աշխարհում։ Նա ամիսներ էր ներդրել, ծրագրելով յուրաքանչյուր մանրամասն, ընտրելով թիմը, սահմանելով չափանիշները։ Դա կլիներ ամենամեծ հարգանքի տուրքը, որը նա կարող էր առաջարկել։ Բայց որքան մոտենում էր ամսաթիվը, այնքան ավելի էր զգում, որ այդ դատարկությունը մեծանում է։ Կարծես հիմնադրամի բացումը նշանակեր վերջնականապես ընդունել, որ նա չի վերադառնա, որ այդ գլուխը հավերժ փակված է։ Գաբրիելը ծնկի իջավ տապանաքարի առջ, սկսեց մեղմ խոսել, ինչպես միշտ անում էր։ Պատմեց հիմնադրամի ծրագրերի մասին, այն մասին, թե ինչպես էր համոզված, որ Լեոնորան հպարտ կլինի։ Արդյունքները եկան, ինչպես միշտ։ Նա ձեռքի ափով սրբեց դեմքը, զգալով կարոտի մեղքի այն խառնուրդը, որը երբեք չէր լքում նրան։ Մեղք, որ ներկա չէր։ Մեղք, որ շարունակում էր ապրել, մինչ նա այլս այնտեղ չէր։ Հենց այդ ժամանակ նա լսեց քայլերը։ Գաբրիելը հայացքը բարձրացրեց, տեսավ մի կնոջ, որը մոտենում էր։ Նա նիհար էր, 40-ից մի փոքր ավելի տարեկան էր թվում, խնամակալուհու պարզ համազգեստ էր կրում, տատանվող արտահայտություն ուներ դեմքին, կարծես որոշում էր, պետք է ընդհատեր այդ պահը, թե ոչ։ Նրա աչքերը բարի էին, բայց այդ հայացքում ինչ-որ բուռն բան կար, ինչ-որ բան, որը կարծես շտապողականություն էր կրում։ Գաբրիելը վեր կացավ, մի փոքր շփոթված։ Սովորական չէր, որ կիրակի առավոտյան գերեզմանատան այդ հատվածում այցելուներ լինեին։ Կինը կանգնեց մի քանի մետր հեռավորության վրա, նյարդայնորեն շրջելով ձեռքերը։ Կներեք անհանգստացնելու համար, պարոն, ասաց նա ցածր, բայց հարգալից ձայնով։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Դա ձեր մոր մասին է։ Գաբրիելը զգաց զայրույթի խայթոց։ Սա առաջին անգամը չէր, որ ինչ-որ մեկը փորձում էր մոտենալ իրեն գերեզմանատանը, սովորաբար մարդիկ, ովքեր փող էին ուզում, պատմություններ էին հորինում Լեոնորային ճանաչելու մասին, փորձում էին օգտվել իրավիճակից։ Նա պատրաստվում էր քաղաքավարի կերպով ազատվել նրանից, երբ այդ կնոջ դեմքի ինչ-որ բան ստիպեց նրան տատանվել։ Նա չէր թվում, թե ստում է։ Իրականում, նա սարսափած էր թվում այն ամենից, ինչ պատրաստվում էր ասել։ Ինչ եք ուզում, տիկին, հարցրեց Գաբրիելը, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Կինը խորը շունչ քաշեց, կարծես քաջություն էր հավաքում։ Իմ անունը Ժաննա է։ Ես աշխատում եմ որպես խնամակալուհի Նոր Նորքի շրջանի ծերանոցում։ Եվ ես ճանաչում եմ ձեր մորը։ Գաբրիելը զգաց, որ արյունը սառում է։ Ճանաչում էր։ Ինչպես էր ճանաչում։ Դա բոլորովին անիմաստ էր։ Նա պետք է մարդկանց շփոթում է, ասաց նա, ձայնը ավելի կոշտ հնչելով, քան մտադրված էր։ Իմ մայրը մահացել է 3 տարի առաջ։ Ժաննան դանդաղ գլխով արեց, աչքերը լցված։ Ոչ, պարոն։ Նա չի մահացել։ Ձեր մայրը ողջ է։ Նա այն ծերանոցում է, որտեղ ես աշխատում եմ։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Գաբրիելը նայեց այդ կնոջը, կարծես նա նոր էր այլ լեզվով խոսել։ Այն, ինչ նա ասում էր, անհնար էր, անհեթեթ, նույնիսկ դաժան։ Նա 3 տարի լաց էր լինում այդ գերեզմանի առջ։ Անցել էր հոգեհանգստի, ծականությունների, կորստի անտանելի ցավի միջով։ Ինչպես էր այդ անծանոթը համարձակվում հայտնվել այնտեղ նման բան ասել։ Դուք խելագար եք, տիկին, ասաց նա, ձայնը դողալով։ Դա անհարգալից վերաբերմունք է։ Ես չգիտեմ, թե ինչ եք ուզում ինձնից, բայց խնդրում եմ, գնացեք։ Ժաննան չշարժվեց։ Նա շարունակում էր կանգնած մնալ այնտեղ, վախի վճռականության խառնուրդով։ Ես գիտեմ, թե ինչպես է դա հնչում, պարոն Գաբրիել։ Ես գիտեմ, որ դա անհնար է թվում։ Բայց ես չէի կարող ապրել ինքս ինձ հետ, եթե չփորձեի խոսել ձեզ հետ։ Ձեր մայրը ողջ է, հանգստացնող դեղերով, ծերանոցում։ Նա գրանցված է այլ անունով։
Եվ արդեն 3 տարի է, ինչ նա ապրում է, հավատալով, որ դուք լքել եք նրան։ Գաբրիելը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Դա չէր կարող ճիշտ լինել։ Չէր կարող։ Նա ապացույցներ ուներ։ Կար վկայական, փաստաթղթեր, գերեզման։ Ամեն ինչ այնտեղ էր, իրական, կոնկրետ։ Բայց այդ կնոջ ձայնի ինչ-որ բան, այն, թե ինչպես էր նա նայում իրեն, մի փոքրիկ ճեղք բացեց նրա վստահության մեջ։ Ինչպես կարող եք նման բան պնդել, հարցրեց նա, ձայնը գրեթե շշուկի նման։ Ժաննան ձեռքը գցեց գրպանը հանեց մի փոքրիկ ծալված թուղթ։ Նա բացեց այն ցույց տվեց Գաբրիելին։ Դա մի փոքր մշուշված լուսանկար էր, ակնհայտորեն գաղտնի արված հին բջջային հեռախոսով։ Պատկերում մի տարեց կին էր պառկած պարզ հիվանդանոցային մահճակալի վրա։ Դեմքը նիհար էր, ծերացած, բայց գծերը անսխալական էին։ Գաբրիելը զգաց, որ թթվածինը պակասում է թոքերում։ Լուսանկարի այդ կինը անհավանականորեն նման էր Լեոնորային։ Նա վզնոց է կրում, շարունակեց Ժաննան, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Փոքրիկ, արծաթյա կախազարդ, կենտրոնում կապույտ քարով։ Նա երբեք չի հանում այն։ Ասում է, որ դա իր որդու նվերն էր։ Որ նա դա տվել է իրեն իր 60-ամյակի օրը։ Գաբրիելը սայթաքեց։ Վզնոցը։ Նա էր այդ վզնոցը տվել մորը։ Դա եզակի, հատուկ զարդ էր, որը նա պատվիրել էր։ Ինչպես էր այդ կինը կարող իմանալ դրա մասին։ Նա խոսում է ձեր մասին, շարունակեց Ժաննան, արցունքներն այժմ ազատորեն հոսելով դեմքով։ Այն պահերին, երբ արթնանում է, դեղերից մեկի մյուսի միջ, նա լաց է լինում կանչում է իր որդուն։ Նա ասում է, որ ինչ-որ մեկը խաբել է իրեն, որ ինչ-որ մեկը կեղծել է իր կյանքը։ Ոչ ոք չի հավատում։ Բոլորը կարծում են, որ դրանք շփոթված տարեց կնոջ զառանցանքներ են։ Բայց ես հավատացի։ Եվ որքան շատ էի դիտում, այնքան ավելի էի համոզվում, որ ինչ-որ բան շատ սխալ էր։ Գաբրիելը նայեց մոր գերեզմանին, հետո Ժաննայի ձեռքի լուսանկարին, հետո նորից մարմարե տապանաքարին, որի վրա փորագրված էր Լեոնորա Ալթունյանի անունը։ Ոչինչ իմաստ չուներ։ Նրա աշխարհը, այդքան խնամքով վերակառուցված կորստից հետո, սկսում էր ճաքել։ Ինչու՞։ Եք ինձ դա պատմում, տիկին, հարցրեց նա, ձայնը խեղդված։ Որովհետև ձեր մայրը արժանի է դրան։ Որովհետև ես այս կյանքում շատ անարդարություններ եմ տեսել, պարոն Գաբրիել, բայց ոչ մեկը նման չէր դրան։ Որովհետև 3 տարի ես տեսել եմ, թե ինչպես է այդ կինը թառամում, հանգստացնող դեղերով, աշխարհի կողմից մոռացված, լաց լինելով որդու համար, որին աշխարհն ասում էր, որ կորցրել է։ Եվ որովհետև եթե ես ոչինչ չանեի, եթե չփորձեի, ես կլինեի այս ամենի հանցակիցը։ Գաբրիելը փակեց աչքերը։ Դա չէր կարող պատահել։ Բայց մինույն ժամանակ 3 տարվա ընթացքում առաջին անգամ մի հին ու անհանգստացնող հարց վերադարձավ նրա մտքին։ Ինչու՞։ Նա երբեք չէր տեսել մոր մարմինը։ Ինչու՞։ Էր Մարիամը այդքան պնդել դագաղը փակ պահելու վրա։ Ինչու՞։ Էր ամեն ինչ այդքան արագ, այդքան արդյունավետ, այդքան առանց իր մասնակցության լուծվել։ Որտեղ է այդ ծերանոցը, հարցրեց նա, բացելով աչքերը նայելով Ժաննային։ Նա մի պահ տատանվեց, հետո պատասխանեց. Գարեգին Նժդեհի փողոց Սայաթ Նովայի պողոտա, նոր Նորք թաղամասում։ Հին, դեղին շենք, առջում ցուցանակ չկա։ Ես այնտեղ եմ աշխատում գիշերը։ Եթե գնաք, գնացեք 10-ից հետո։ Անվտանգության աշխատակիցները սովորաբար այդ ժամից հետո այդքան ուշադիր չեն լինում։ Գաբրիելը գրպանից հանեց այցեքարտը տվեց Ժաննային։ Ահա իմ համարը։ Ես պետք է ստուգեմ դա։ Եթե այն, ինչ ասում եք, ճիշտ է։ Ժաննան զգուշությամբ վերցրեց այցեքարտը, կարծես ինչ-որ թանկարժեք բան էր բռնում։ Ես գիտեմ, որ դա ճիշտ է, պարոն։ Ես պարզապես հույս ունեմ, որ շատ ուշ չի լինի։ Նա շրջվեց հեռանալու, բայց Գաբրիելը կանչեց նրան։ Ժաննան կանգ առավ հետ նայեց։ Ինչու՞։ Եք դա անում։ Ինչ եք շահում այս ամենից։ Ժաննան ժպտաց, տխուր ու հոգնած ժպիտով։ Ոչինչ, պարոն Գաբրիել։ Ես ոչինչ չեմ շահում։ Բայց ձեր մայրը նա բարի էր ինձ հետ, երբ ոչ ոք չէր։ Նա կիսում էր իր հազիվ ունեցած ուտելիքը, բռնում էր իմ ձեռքը, երբ լաց էի լինում, վերաբերվում էր ինձ, կարծես ես կարող լինեի։ Նա ինձ հիշեցրեց, որ դեռ բարություն կա աշխարհում։
Եվ ես չէի կարող թույլ տալ, որ նա մահանա, հավատալով, որ որդին լքել է նրան։ Գաբրիելը դիտեց, թե ինչպես է Ժաննան հեռանում գերեզմանների միջով, նրա կերպարը աստիճանաբար անհետանում էր գերեզմանատան ծառերի մեջ։ Նա մնաց կանգնած այնտեղ, մենակ, նայելով մոր տապանաքարին, զգալով, որ իր ողջ ծանոթ աշխարհը սկսում է փլուզվել։ 3 տարի նա լաց էր լինում այդ գերեզմանի առջ։ 3 տարվա ցավ, մեղք, կարոտ։ Եվ հիմա մի անծանոթ հայտնվում էր, ասելով, որ այդ ամենը սուտ էր։ Գաբրիելը նորից ծնկի իջավ, դիպավ տապանաքարի սառը մարմարին, շշնջաց. «Մայրիկ, եթե կարող ես լսել ինձ, որտեղ էլ որ լինես, ուշ տուր ինձ։ Որովհետև եթե դա ճիշտ է, եթե դու ողջ ես, ես կգտնեմ քեզ։ Ես երդվում եմ, որ կգտնեմ քեզ»։ Նա վեր կացավ, քայլեց դեպի մեքենան, ոտքերը դողալով, միտքը լիովին խառնաշփոթի մեջ։ Վարորդը հարցրեց, թե ամեն ինչ կարգին է, բայց Գաբրիելը պարզապես գլխով արեց, խնդրեց իրեն տուն տանել։ Ամբողջ ճանապարհին նա բռնած էր Ժաննայի թողած լուսանկարը։ Նայում էր այդ ծերացած, նիհար, տառապած դեմքին, փորձում էր պատճառներ գտնել, հավատալու, որ ամեն ինչ սարսափելի սխալմունք էր։ Բայց կրծքի խորքում ինչ-որ բան արթնանում էր։ Տարօրինակ, անհանգստացնող զգացում, որը նա չէր կարող անվանել։ Կարծես 3 տարի սկի խավարում ապրելուց հետո մի փոքրիկ լույս էր վառվել։ Եվ այդ լույսը, որքան էլ սարսափելի լիներ, իր հետ բերում էր մի հնարավորություն, որը նա նույնիսկ չէր համարձակվում դիտարկել։ Այն հնարավորությունը, որ գուցե, պարզապես գուցե, նա չէր կորցրել իր մորը։ Այն հնարավորությունը, որ նա դեռ այնտեղ էր, ինչ-որ տեղ, սպասում էր իրեն։ Եվ եթե դա ճիշտ էր, մտածեց Գաբրիելը, մինչ Երան քաղաքը անցնում էր մեքենայի պատուհանից, ապա ինչ-որ մեկը ստել էր իրեն։ Ինչ-որ մեկը մշակել էր բարդ կեղծիք, դատարկ գերեզման, 3 տարվա տառապանք, հիմնված ստի վրա։ Եվ նա պետք է պարզեր, թե ով։ Պետք է պարզեր, թե ինչու։ Եվ ամենից առաջ, պետք է որոշեր, թե արդյոք կունենար քաջություն դիմակայելու մի ճշմարտության, որը կարող էր էլ ավելի ցավոտ լինել, քան այն կորուստը, որն արդեն գիտեր։ Երբ նա տուն հասավ, Մարիամը հյուրասենյակում էր, ամսագիր էր կարդում։ Նա աչքերը բարձրացրեց ժպտաց, այն բարի ու ջերմ ժպիտով, որը միշտ դիմավորում էր նրան։ «Ինչպես անցավ գերեզմանատանը, սիրելիս», հարցրեց նա։ Գաբրիելը նայեց իր կնոջը, այն կնոջը, ով իր կյանքի ամենավատ պահերին եղել էր իր կողքին, 3 տարվա ընթացքում առաջին անգամ, նա զգաց անվստահության խայթոց իր կրծքի միջով։ Դա տարբեր էր, պատասխանեց նա, ձայնը խնամքով վերահսկելով։ Եվ մինչ նա բարձրանում էր սենյակ, դեռ պահելով Ժաննայի լուսանկարը բաճկոնի գրպանում, Գաբրիելը գիտեր, որ այլս ոչինչ նախկինի պես չի լինի։ Կասկածի սերմը ցանվել էր։ Եվ հիմա, ուզեր նա, թե ոչ, այն կսկսեր աճել, տարածվել, պահանջել պատասխաններ, որոնք գուցե նա պատրաստ չէր լսելու։ Բայց նա պետք է լսեր։ Որովհետև եթե իր մայրը ողջ լիներ, եթե նա ինչ-որտեղ սպասեր իրեն, Գաբրիելը երկինք ու երկիր կշրջեր նրան վերադարձնելու համար։ Եվ կպարզեր, ինչ գնով էլ լիներ, թե ով էր ի վիճակի եղել նման խորը դաժանություն կատարել։ Գիշերը դանդաղ եկավ, դրա հետ, այն վստահությունը, որ դա ընդամենը մի ճանապարհորդության սկիզբն էր, որը կփոխեր ամեն ինչ։ Կիրակի գիշերը Գաբրիելի կյանքի ամենաերկար գիշերն էր։ Նա ծացրեց, թե ամեն ինչ նորմալ է ճաշի ընթացքում, Մարիամի մեկնաբանություններին պատասխանելով մեկ վանկանի բառերով, խուսափելով ուղղակիորեն նայել նրան։ Ամեն անգամ, երբ կինը ժպտում էր կամ դիպչում նրա ձեռքին, նա զգում էր, որ անվստահության այդ խայթոցը մեծանում է։ Դա անտրամաբանական էր, նա գիտեր։ Մարիամը միշտ եղել էր նրա զուգընկերը, այն մարդը, ով բռնել էր նրա ձեռքերը, երբ աշխարհը փլուզվել էր։ Բայց հիմա, այդ լուսանկարը գրպանում այրվելով Ժաննայի խոսքերը մտքում արձագանքելով, Գաբրիելը չէր կարող խուսափել բացարձակապես ամեն ինչ կասկածի տակ դնելուց։ Երբ Մարիամը վերջապես քնեց, նա սպասեց, մինչ նրա շնչառությունը դարձավ խորը կանոնավոր։ Ապա, անձայն, վեր կացավ անկողնուց, հագավ աննկատ հագուստ, վերցրեց մեքենայի բանալիները։ Խոհանոցում արագ գրություն թողեց, ասելով, որ դուրս է եկել աշխատանքի շտապ հարց լուծելու։ Դա ամբողջովին սուտ չէր։ Դա շտապ հարց էր։ Գուցե իր ողջ կյանքի ամենամեծը։ Երանը գիշերը այլ բնույթ ուներ։ Փողոցները, որոնք ցերեկը կյանքով էին լի, հիմա անմարդաբնակ էին թվում լապտերների նարնջագույն լույսի տակ։ Գաբրիելը մեքենա վարեց Ժաննայի նկարագրած ճանապարհով, Սայաթ Նովայի պողոտայով մինչ նոր թաղամաս հասնելը։
Գ.Բ.Ս. ցույց էր տալիս Գարեգին Նժդեհի փողոցը, նա դանդաղեցրեց արագությունը Սայաթ Նովայի պողոտայի խաչմերուկում։ Այնտեղ էր 3 հարկանի հին շենք, կեղտոտված դեղին ներկով, ժանգոտված ճաղերով, պատուհաններով, առջում ոչ մի ցուցանակով, որը նույնականացնում էր վայրը։ Առաջին հայացքից լքված էր թվում, բայց վերին հարկերում մի քանի թույլ լույսեր ցույց էին տալիս, որ այնտեղ կյանք կար։ Գաբրիելը մեքենան կայանեց փողոցի մյուս կողմում մնաց դիտելու, սիրտը անկանոն բաբախելով։ Նրա մի մասը դեռ հույս ուներ, որ այդ ամենը սարսափելի սխալմունք էր։ Բայց մյուս մասը գիտեր, որ պետք է ճշմարտությունը բացահայտեր։ Գրեթե 11-ն էր, երբ նա վերջապես իջավ մեքենայից, անցավ փողոցը։ Արջի դուռը կողպված էր, բայց կողքին մի հին զանգակ կար։ Գաբրիելը սեղմեց սպասեց։ Մի քանի րոպե անց մի տարեց անվտանգության աշխատակից հայտնվեց, կասկածանքով նայելով մառախլապատ ապակու միջով։ Այո, հարցրեց տղամարդը, դուռը ամբողջովին չբացելով։ Գաբրիելը արագ իմպրովիզացրեց. Բարի երեկո։ Ես զանգ ստացա, որ իմ մորաքույրը այստեղ է հոսպիտալացված։ Կարող եմ այցելել նրան։ Անվտանգության աշխատակիցը հոնքերը կնճռեց։ Այցելություններն ընդամենը մինչ 8-ն են։ Ո՞վ է ձեր մորաքույրը։ Լեոնորա, պատասխանեց Գաբրիելը։ Լեոնորա Ալթունյան։ Տղամարդը գլխով արեց։ Մենք այստեղ այդ անունով ոչ ոք չունենք։ Գաբրիելը զգաց, որ ստամոքսը սեղմվում է, բայց հետո հիշեց Ժաննայի ասածը։ Կեղծ անուն։ Նա փոխեց ռազմավարությունը։ Տեսեք, ես գիտեմ, որ ուշ է, բայց դա կարևոր է։ Ես հեռվից եմ եկել։ Կարող եք նորից ստուգել։ Գուցե նա գրանցված է այլ անունով։ Նա մոտ 70 տարեկան է, մոխրագույն մազերով, սովորաբար արծաթյա վզնոց է կրում։ Անվտանգության աշխատակիցը տատանվեց, հետո հոգոց հանեց։ Սպասեք։ Նա մի քանի րոպեով անհետացավ, Գաբրիելին թողնելով կանգնած սառը, վատ լուսավորված միջանցքում։ Վայրի հոտը բնորոշ էր հին հաստատություններին, ախտահանիչի, վերատաքացրած ուտելիքի ինչ-որ այլ բանի խառնուրդ, որը նա չէր կարող նույնականացնել։ Վերջապես տղամարդը վերադարձավ, իր հետ բերելով բարակ, սպիտակ համազգեստով մի կնոջ։ Դա Ժաննան էր։ Նրա աչքերը լայն բացվեցին, տեսնելով Գաբրիելին, բայց նա արագ թաքցրեց զարմանքը։ Պարոն Գաբրիել, ասաց նա ցածր ձայնով, գրեթե աննկատ գլխով անելով։ Լավ է, որ եկաք։ Դուք ճանաչում եք նրան, հարցրեց անվտանգության աշխատակիցը, դեռ կասկածանքով։ Այո, ճանաչում եմ։ Նա բնակիչներից մեկի հարազատն է։ Ես կարող եմ նրան տանել նրա մոտ, հաստատուն պատասխանեց Ժաննան։ Անվտանգության աշխատակիցը բավարարված թվաց պատասխանից վերադարձավ մուտքի մոտ գտնվող իր աթոռին։ Ժաննան նշան արեց Գաբրիելին հետելու համար, սկսեց բարձրանալ նեղ աստիճաններով։ Նրանք չխոսեցին բարձրանալու ընթացքում, միայն քայլերի ձայնն էր արձագանքում կեղտոտված պատերից։ Երկրորդ հարկում Ժաննան կանգնեց մի դռան առջ, նայեց Գաբրիելին։ Նա հիմա քնած է։ Ամեն գիշեր ուժեղ դեղեր են տալիս։ Բայց մի քանի րոպեից ազդեցությունը կսկսի անցնել։ Հենց այդ ժամանակ է, որ նա սովորաբար արթնանում է, շփոթված, ձեզ կանչելով, բացատրեց Ժաննան։ Պարոն Գաբրիել, ես պետք է, որ պատրաստ լինեք։ Նա լավ չէ։ 3 տարվա ծանր դեղորայքը, մենակությունը դա ոչնչացնում է մարդուն։ Գաբրիելը գլխով արեց, անկարող խոսելու։ Ժաննան դանդաղ բացեց դուռը, նրանք մտան մի փոքրիկ սենյակ, լուսավորված միայն միջանցքի թույլ լույսով։ Պատին կպած կար մի պարզ մահճակալ, դրա վրա, մի կերպար, ծալված բարակ սավանի տակ։ Գաբրիելը դանդաղ մոտեցավ, ամեն քայլը տոննաներով, ծանր թվալով։ Երբ վերջապես կանգնեց մահճակալի կողքին, նայեց այդ կնոջ դեմքին, աշխարհը փլուզվեց նրա ոտքերի տակ։ Դա Լեոնորան էր։ Նրա մայրը։ Ողջ։ Դեմքը շատ ավելի նիհար էր, տառապանքով նշված, բայց անհերքելիորեն նա էր։ Մոխրագույն մազերը տարածված բարձի վրա, բարակ ձեռքերը կրծքի վրա, արծաթյա վզնոցը կապույտ քարով փայլում էր թույլ լույսի տակ։ Գաբրիելը զգաց, որ ոտքերը թուլանում են, ստիպված եղավ հենվել պատին։ Դա հնարավոր չէր։ Դա չէր կարող պատահել։ 3 տարի նա լաց էր լինում նրա մահվան համար։ 3 տարի այցելելով դատարկ գերեզման, 3 տարի կրելով կործանարար մեղք, 3 տարի հավատալով, որ այլս երբեք չի տեսնի այդ դեմքը։
Եվ հիմա նա այնտեղ էր, իր առջ, ողջ։ Մայրիկ, շնջաց նա, ձայնը լիովին կոտրվելով։ Ժաննան նրբորեն դիպավ նրա ուսին։ Նա մի քանի րոպեից կարթնանա։ Դեղերը կորցնում են իրենց ազդեցությունը։ Բայց երբ նա արթնանա, գուցե անմիջապես չճանաչի ձեզ։ Դեղորայքը նրան շփոթված է թողնում։ Գաբրիելը նստեց մահճակալի կողքի աթոռին, անկարող հայացքը հեռացնելու այդ փխրուն կերպարից։ Ինչպես ինչ-որ մեկը կարողացավ դա անել։ Հարցերը պայթում էին նրա մտքում, բայց ոչ մի պատասխան չկար։ Նա դողացող ձեռքը մեկնեց նրբորեն դիպավ մոր ձեռքին։ Մաշկը սառն էր, մատները նիհար, բայց դա իրական էր։ Դա նա էր։ Ապա Լեոնորան սկսեց շարժվել։ Սկզբում փոքր շարժումներ էին, մատները կծկվում էին, գլուխը թեթակի շրջվում էր։ Ապա աչքերը սկսեցին բացվել, ծանր։ Նա մի քանի անգամ թարթեց աչքերը շփոթված, փորձելով կենտրոնանալ։ Հայացքը շրջվեց սենյակում, մինչ գտավ Գաբրիելին մահճակալի կողքին։ Մի քանի վայրկյան նա պարզապես անարտահայտիչ նայեց։ Ապա, դանդաղորեն, ինչ-որ բան սկսեց փոխվել նրա դեմքին։ Աչքերը լայնացան, բերանը բացվեց լուռ բացականչությամբ։ Արցունքները սկսեցին հոսել, նույնիսկ մինչ նա կարողացավ խոսել։ Գաբրիել, շշնջաց նա, ձայնը խռպոտ, թույլ։ Իմ որդի։ Դու եկար։ Գաբրիելը այլս չկարողացավ զսպել իրեն։ Նա ծնկի իջավ մահճակալի կողքին, ամուր բռնեց մոր ձեռքերը, արցունքներն ազատորեն թափվելով։ Ես այստեղ եմ, մայրիկ։ Ես այստեղ եմ։ Կներես ինձ։ Լեոնորան նույնպես սկսեց լաց լինել, փորձելով նստել։ Ժաննան եկավ օգնելու նրան, բարձ դնելով նրա մեջքի տակ։ Ես գիտեի, ասաց Լեոնորան հեկեկոցների միջով։ Ես գիտեի, որ դու չես լքել ինձ։ Ես գիտեի, որ դու կգաս։ Բայց նրանք ինձ այնքան անգամ ասացին, որ դու այլս չես ուզում տեսնել ինձ, որ ես բեռ էի։ Ոչ, մայրիկ։ Ոչ։ Դա երբեք ճիշտ չի եղել։ Ես կարծում էի, որ դու մահացել ես։ Ինձ ասացին, որ սրտի կաթված ես ունեցել։ Հոգեհանգիստ արեցին։ Կա գերեզման քո անունով։ Ես 3 տարի այցելել եմ, հավատալով, որ կորցրել եմ քեզ։ Լեոնորան դողացող ձեռքերով բռնեց որդու դեմքը, շոշափելով, կարծես պետք էր համոզվել, որ նա իրական է։ Ինձ խաբել են, որդիս։ Այդ գիշեր ինչ-որ մեկը ինձ խմելու բան տվեց։ Հետո շատ բան չեմ հիշում։ Արթնացա այստեղ, չիմանալով, թե որտեղ եմ։ Փորձեցի խոսել, փորձեցի բացատրել, բայց դեղերը նրանք ինձ այնքան դեղեր էին տալիս, որ հազիվ էի կարողանում մտածել։ Եվ երբ փորձում էի խոսել քո մասին, բոլորն ասում էին, որ դա շփոթություն է։ Ո՞վ է դա արել քեզ, մայրիկ։ Ո՞վ է քեզ բերել այստեղ։ Լեոնորան փակեց աչքերը, փորձելով հիշել։ Դա այն վեճից հետո էր։ Ես Մարիամը վիճեցինք։ Նա ուզում էր, որ ես ինչ-որ թղթեր ստորագրեի, ասում էր, որ դա քո բարօրության համար է, գույքը պաշտպանելու համար։ Բայց ես կարդացի այդ փաստաթղթերը, Գաբրիել։ Դա նրան լիակատար վերահսկողություն կտար ամեն ինչի վրա։ Քո ընկերության, քո հաշիվների, ամեն ինչի։ Ես հրաժարվեցի։ Ասացի, որ նախ քեզ հետ կխոսեմ։ Նա կատաղեց։ Գաբրիելը զգաց, որ արյունը սառում է։ Մարիամը։ Իր կինը։ Այն կինը, ում նա սիրում էր, ում վստահում էր։ Ոչ, գլխով արեց նա։ Չի կարող լինել։ Նա ինձ օգնեց, երբ ամեն ինչ պատահեց։ Նա ամեն ինչ կազմակերպեց։ Հենց նա էլ ամեն ինչ կազմակերպեց, որդիս, ասաց Լեոնորան։ Որովհետև հենց նա էլ ամեն ինչ պլանավորեց։ Այդ գիշեր, վեճից հետո, նա վերադարձավ մի բաժակ թեյով։ Ասաց, որ ուզում է հաշտվել։ Ես խմեցի։ Եվ հետո ամեն ինչ խառնվեց։ Հիշում եմ մարդկանց, որոնք ինձ տանում էին, մեքենայի մեջ էի, ձայներ, որոնք ասում էին, որ այլս երբեք չեմ տեսնի քեզ։ Արթնացա այստեղ, գրանցված այլ անունով։ Մարիա դա Սիլվա։ Մի ընդհանուր անուն, որը ինձ ոչ ոքի վերածեց։ Գաբրիելը բաց թողեց մոր ձեռքերը վեր կացավ, սայթաքելով։ Սենյակը կարծես պտտվում էր։ Մարիամը։ Այն կինը, ով ամեն գիշեր քնում էր իր կողքին։
Այն կինը, ում նա մխիթարել էր կեղծ սկի ժամանակ, ով լաց էր եղել նրա գրկում։ Ինչպես կարող էր նա նման հրեշավոր բան անել։ Ժաննան մոտեցավ, մեկնելով դեղնած ծրար։ Պարոն Գաբրիել, ես հետաքննեցի։ Ահա ձեր մոր մուտքի գրանցումը։ Տեսեք ամսաթիվը։ Տեսեք ստորագրությունը։ Գաբրիելը դողացող ձեռքերով վերցրեց թուղթը։ Մուտքի ամսաթիվը 3 տարի առաջ էր, Լեոնորայի ենթադրյալ մահից ուղիղ 1 շաբաթ առաջ։ Եվ պատասխանատուի տողում մի ստորագրություն կար, որը նա կճանաչեր ցանկացած վայրում։ Մարիամ Ալթունյան։ Կա ավելին, շարունակեց Ժաննան, հանելով այլ թղթեր։ Ես այստեղ եմ աշխատել 3 տարի։ Միշտ տարօրինակ էի համարում տիկին Լեոնորայի դեպքը։ Ապա սկսեցի հետաքննել։ Պարզեցի, որ ինչ-որ մեկը ամեն ամիս վճարում էր նրան այստեղ պահելու համար, հանգստացնող դեղերով, առանց այցելությունների։ Վճարումները գալիս էին օֆշորային հաշվից, բայց ես կարողացա հետել դրան։ Ալթունյան փայատիրություններ։ Ձեր կնոջ ընկերությունը։ Գաբրիելը նայեց փաստաթղթերին, զգալով, որ իրականությունը կոտրվում է։ Ինչպես է նա կարողացել այդ ամենը անել։ Մահվան վկայականը, հոգեհանգիստը, գերեզմանը։ Ժաննան մատնացույց արեց մեկ այլ փաստաթուղթ։ Ահա։ Բժիշկը, ով ստորագրել է վկայականը, լիցենզիան զրկվել է խարդախության համար։ Նա կեղծ փաստաթղթեր էր վաճառում։ Հոգեհանգիստը եղել է մի հուղարկավորման գրասենյակում, որը փակվել է դրանից անմիջապես հետո։ Եվ գերեզմանը երբեք մարմին չի ստացել։ Դա պարզապես բեմադրություն էր։ Բայց ինչու, հարցրեց Գաբրիելը, ձայնը ցավի հառաչանքի նման։ Ինչու։ Մարիամը դա կաներ։ Լեոնորան խորը շունչ քաշեց, արցունքները դեռ հոսելով։ Փողի համար, որդիս։ Միշտ փողի համար է եղել։ Նա գիտեր, որ ես երբեք թույլ չեմ տա, որ նա լիակատար վերահսկողություն ունենա քո գույքի վրա։ Ես միշտ կասկածել եմ նրա մտադրություններին։ Փորձեցի զգուշացնել քեզ ամուսնությունից առաջ։ Բայց դու սիրահարված էիր։ Գաբրիելը հիշում էր։ Հիշում էր մոր Մարիամի միջ լարված զրույցները, Լեոնորայի փորձերը ստիպելու նրան կասկածի տակ դնել ամուսնության շտապողականությունը։ Այդ ժամանակ նա կարծում էր, որ մայրական խանդ էր։ Հիմա հասկանում էր, որ Լեոնորան տեսել էր մի բան, որը նա հրաժարվել էր տեսնել։ Քո սկի ժամանակ նրա համար հեշտ էր ամեն ինչի վերահսկողությունը ստանձնել, շարունակեց Լեոնորան։ Դու ստորագրեցիր թղթեր, առանց կարդալու որոշումներ հանձնեցիր, թույլ տվեցիր նրան հոգալ ֆինանսների մասին, մինչ դու փորձում էիր գոյատել ցավից։ Նա ստացավ այն, ինչ ուզում էր։ Եվ ես մնացի այստեղ ողջ, բայց մեռած աշխարհի համար, մի ուրվական, որին նա հանգստացնող դեղերով էր պահում։ Գաբրիելը նորից նստեց, դեմքը թաղելով ձեռքերում։ 3 տարի նա սիրել էր Ստախոսի։ Քնել էր մի կնոջ կողքին, ով ի վիճակի էր նման խորը դաժանություն կատարել։ Ամբողջովին վստահել էր նրան, մինչ նա ձացնում էր, թե մխիթարում է իրեն մի կորստի համար, որը ինքն էր կազմակերպել։ Ինչ անեմ հիմա, հարցրեց նա, բարձրացնելով դեմքը, մորը նայելու համար։ Լեոնորան նորից բռնեց նրա ձեռքը, սեղմելով այն ուժով, որը դեռ ուներ։ Դու արդարություն ես փնտրում, որդիս։ Դու բացահայտում ես ճշմարտությունը։ Դու թույլ չես տալիս, որ նա անպատիժ մնա այն ամենից հետո, ինչ արել է։ Ժաննան նորից մոտեցավ։ Պարոն Գաբրիել, ես ավելի շատ ապացույցներ ունեմ։ Այս 3 տարիների ընթացքում, ամեն անգամ, երբ ինչ-որ կասկածելի բան էի նկատում, գրում էի։ Ես ունեմ բոլոր։ Այն անգամների գրառումները, երբ մարդիկ գաղտնի այցելում էին ձեր մորը, համոզվելու համար, որ նա շարունակում է հանգստացնող դեղերով մնալ։ Ես ունեմ լուսանկարներ, գրառումներ, ամեն ինչ։ Եթե մենք գնանք ոստիկանություն այս ապացույցներով, նա չի կարողանա փախչել։ Գաբրիելը շնորհակալությամբ նայեց Ժաննային։ Ինչու։ Եկ այդ ամենը արել։ Ինչու։ Եկ այդքան ռիսկի դիմել։ Ժաննան տխուր ժպտաց։ Որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում անտեսանելի լինելը, պարոն Գաբրիել։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ աշխարհը ձացնում է, որ դու չես գոյություն ունենում։ Մինչ այստեղ աշխատելը, ես փողոցում էի ապրում։ Ես կախվածություն ունեի, կորցրի ամեն ինչ, պարզապես մեկ մարդ էի, ում հասարակությունը նախընտրում էր չտեսնել։ Ձեր մայրը առաջին մարդն էր տարիներ շարունակ, ով ինձ նայեց, կարծես ես մարդ լինեի։
Նա ինձ հետ կիսում էր ուտելիքը, երբ հազիվ ուտելու բան ուներ։ Բռնում էր իմ ձեռքը, երբ լաց էի լինում։ Հիշեցնում էր ինձ, որ ես դեռ արժեք ունեմ։ Ես չէի կարող լքել նրան։ Ոչ այն ամենից հետո, ինչ նա արել էր ինձ համար։ Լեոնորան ձեռքը մեկնեց Ժաննային, երկուսը գրկախառնվեցին։ Գաբրիելը դիտեց այդ տեսարանը, երկու կանայք, որոնց աշխարհը փորձել էր ջնջել, մեկը մյուսին աջակցելով, զգաց, որ ինչ-որ բան է շարժվում իր կրծքի մեջ։ Զայրույթ։ Խորը բուռն զայրույթ այն կնոջ նկատմամբ, ով այդքան կյանքեր էր ոչնչացրել ագահության համար։ Մենք քեզ այստեղից կհանենք, մայրիկ, ասաց Գաբրիելը, ոտքի կանգնելով։ Քեզ կտանեմ իսկական հիվանդանոց, որտեղ կարող են քեզ պատշաճ կերպով խնամել։ Եվ հետո մենք այս ամենը կբացահայտենք։ Մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչ է արել Մարիամը։ Լեոնորան գլխով արեց։ Զգույշ եղիր, որդիս։ Նա վտանգավոր է։ Եթե նա ի վիճակի է եղել այս ամենը անելու, ապա սահմաններ չկան նրա համար, թե էլ ինչ կարող է անել, երբ իրեն անկյունում զգա։ Գաբրիելը մորը օգնեց անկողնուց վեր կենալ։ Նա թույլ էր, 3 տարվա հանգստացնող դեղերը իրենց գինն էին պահանջել, բայց նրա աչքերում վճռականություն կար։ Ժաննան բերեց մի հին բաճկոն օգնեց Լեոնորային հագնել այն։ Մինչ նրանք դանդաղ իջնում էին աստիճաններով, Գաբրիելը պլանավորում էր հաջորդ քայլերը։ Նախ, մորը կտաներ անվտանգ վայր։ Հետո կհավաքեր բոլոր ապացույցները։ Եվ ապա կդիմեր Մարիամին։ Ոչ բռնությամբ, ոչ կույր ատելությամբ, այլ ճշմարտությամբ։ Մի ճշմարտություն, որը նա չէր կարող շղթել, չէր կարող աղավաղել, չէր կարող թաղել։ Երբ նրանք դուրս եկան արջի դռնից, անվտանգության աշխատակիցը քնած էր իր աթոռին։ Նրանք լուռ անցան միջանցքը, հասան անմարդաբնակ փողոց։ Գաբրիելը մորը օգնեց նստել մեքենան, զգուշությամբ տեղավորելով նրան հետի նստարանին։ Ժաննան կանգնած մնաց մայթին, դիտելով։ Եկեք մեզ հետ, ասաց Գաբրիելը նրան։ Դուք այս ամենի մասն եք հիմա։ Եվ ես երաշխավորում եմ, որ դուք անվտանգ տեղ կունենաք մնալու համար։ Ժաննան տատանվեց, հետո գլխով արեց նստեց մեքենան։ Մինչ Գաբրիելը մեքենա էր վարում Երանի դատարկ փողոցներով, դեպի մասնավոր հիվանդանոց, որտեղ գիտեր, որ մորը լավ կխնամեն, նա հետի հայելուց նայեց տեսավ Լեոնորային, որը բռնած է Ժաննայի ձեռքը։ Երկու փրկված։ Երկու կին, ովքեր հրաժարվել էին հանձնվել։ Եվ ապա Գաբրիելը մտածեց Մարիամի մասին, որը դեռ հանգիստ քնած էր պենթհաուսում, չիմանալով, որ ստի վրա կառուցված իր աշխարհը պատրաստվում էր փլուզվել։ Նա թերագնահատել էր 3 բան։ Մոր ուժը, ով հրաժարվել էր մոռացվելուց։ Անտեսանելի կնոջ քաջությունը, ով չէր ընդունել լռությունը։ Եվ որդու սերը, ով պատրաստ էր լեռներ շարժել ճշմարտությունը գտնելու համար։ Առավոտը սկսում էր լուսանալ, երբ Գաբրիելը վերջապես մեքենան կայանեց հիվանդանոցի առջ։ Նոր կյանք էր սկսվում նրանց բոլորի համար։ Եվ այս անգամ դա կլիներ ճշմարտության վրա հիմնված կյանք, որքան էլ ցավոտ լիներ այն։ Արը սկսում էր ծագել, երբ Գաբրիելը Լեոնորային տեղավորեց Էրեբունի բժշկական կենտրոնի մասնավոր լյուքս սենյակում, Երանի լավագույններից մեկում։ Նա վստահելի բժիշկներ էր կանչել, ովքեր սկսեցին գնահատել նրա առողջական վիճակը, անհանգստանալով 3 տարվա հանգստացնող դեղերի ազդեցությունից։ Ժաննան մնաց մոր կողքին, բռնելով նրա ձեռքը, խոստանալով, որ այնտեղից դուրս չի գա։ Գաբրիելը դիտեց այդ տեսարանը, անսահման երախտագիտություն զգալով այդ կնոջ հանդեպ, ով ամեն ինչ ռիսկի էր դիմել անծանոթին փրկելու համար։ Մինչ հիվանդանոցից դուրս գալը, Գաբրիելը խոսեց անվտանգության պետի հետ։ Ոչ ոք, բացի ինձնից, չի կարող մտնել այս սենյակ։ Ոչ ոք։ Նույնիսկ եթե փաստաթղթեր ներկայացնեն, ասելով, որ ընտանիք են։ Հասկացաք։ Տղամարդը գլխով արեց, ձայնի լրջությունից հասկանալով, որ դա սովորական խնդրանք չէր։ Լավ, պարոն Ալթունյան։ Մենք անվտանգության աշխատակիցներ կտեղադրենք դռան մոտ։ Գաբրիելը հիվանդանոցից դուրս եկավ, աշխարհի ծանրությունը ուսերին։ Հիմա գալիս էր ամենադժվար մասը։ Նա պետք է վերադառնար տուն ծածներ, թե ոչինչ չի փոխվել։ Պետք է նայեր Մարիամին թույլ չտար, որ երա, թե գիտեր ամեն ինչ։ Որովհետև եթե նա նկատեր, որ ինքը բացահայտել է ճշմարտությունը, հնարավոր չէր կանխատեսել, թե ինչ կարող էր նա անել։ Գաբրիելը գիտեր մարդկանց դեպքեր, ովքեր, երբ անկյունում էին հայտնվում, էլ ավելի վտանգավոր էին դառնում։
Վերադարձի ճանապարհին նա զանգեց Ռուբեն Գրիգորյանին, իր անձնական փաստաբանին Վաղեմի ընկերոջը։ Ռուբենը քնկոտ պատասխանեց, զարմանալով այդքան վաղ զանգից։ Գաբրիել, ժամը քանիսն է։ Ամեն ինչ կարգին է։ Ռուբեն, ես պետք է, որ հիմա գաս իմ գրասենյակ։ Շտապ է։ Եվ ոչ ոքի, բացարձակապես ոչ ոքի մի ասա, որ ես զանգել եմ։ Մյուս կողմից լռություն տիրեց։ Ռուբենը Գաբրիելին ճանաչում էր տարիներ շարունակ գիտեր, երբ ինչ-որ լուրջ բան էր կատարվում։ Ես հիմա դուրս եմ գալիս։ 20 րոպե։ Երբ Գաբրիելը տուն հասավ, գրեթե առավոտյան 7-ն էր։ Նա անձայն բարձրացավ, հույս ունենալով, որ Մարիամը դեռ քնած է, բայց նա արթուն էր, նստած հյուրասենյակում, սուրճի բաժակով, հագած այն մետաքսյա խալաթը, որը նա նվիրել էր նրան վերջին ծննդյան օրը։ Նրա դեմքը լուսավորվեց, տեսնելով նրան։ Սիրելիս, որտեղ էիր։ Կեսգիշերին արթնացա, դու այստեղ չէիր։ Ես անհանգստացա, ասաց նա, վեր կենալով, համբուրելու նրան։ Գաբրիելը հսկայական ջանք գործադրեց, հետ չքաշվելու համար։ Նա համբուրեց նրան, ստիպելով ժպտալ։ Կներես։ Գրասենյակում շտապ հարց ունեի։ Միջազգային ներդրողի հետ խնդիր։ Դու գիտես, թե ինչպես է։ Մարիամը ձեռքով անցկացրեց նրա դեմքով, քնքշորեն։ Դու շատ ես աշխատում, Գաբրիել։ Պետք է հանգստանաս։ Նա նայեց այդ կնոջը, այդ դեմքին, որին նա տարիներ շարունակ սիրել էր, զգաց զզվանքի անհավատության խառնուրդ։ Ինչպես էր նա այդքան լավ ձացնում։ Ինչպես էր նա կարողանում նայել նրա աչքերին այդքան բնականորեն ստել։ 3 տարի նա քնել էր նրա կողքին, իմանալով, որ իր մայրը ողջ է, բանտարկված, հանգստացնող դեղերով։ 3 տարի նա մխիթարել էր նրա սուգը, իմանալով, որ այդ սուգը գեղձիկ էր, որը ինքն էր ստեղծել։ Ես գիտեմ, պատասխանեց նա, նրբորեն հեռանալով։ Ես կլողանամ, իսկ հետո պետք է գնամ գրասենյակ, ինչ-որ բաներ լուծելու։ Չգիտեմ, թե երբ կվերադառնամ։ Մարիամը թեթակի հոնքերը կնճռեց։ Կիրակի օրը։ Գաբրիել, դու խոստացել էիր, որ կփորձես ավելի քիչ աշխատել հանգստյան օրերին։ Դա կարող է, ասաց նա, արդեն բարձրանալով։ Աստիճաններով։ Ցնցուղի տակ Գաբրիելը թույլ տվեց, որ տաք ջուրը թափվի իր մարմնի վրա, մինչ արցունքները վերջապես եկան։ Նա լաց էր լինում մոր համար, նրա գողացված 3 տարիների համար, այն դաժանության համար, որը նա կրել էր։ Լաց էր լինում դավաճանության համար, այն սիրո համար, որը նա վատնել էր մի կնոջ վրա, ով ի վիճակի էր այդքան չարության։ Լաց էր լինում այն միամիտ տղամարդու համար, ով եղել էր, կույր սիրուց, անկարող տեսնելու այն նշանները, որոնք մայրը փորձել էր ցույց տալ։ Երբ նա դուրս եկավ ցնցուղից, Գաբրիելն ավելի հավաքված էր։ Նա հագնվեց, վերցրեց մի քանի կարոր փաստաթղթեր իջավ։ Մարիամը խոհանոցում էր, նախաճաշ էր պատրաստում, մեջքով դեպի նա։ Մի պահ Գաբրիելը մտածեց անմիջապես այնտեղ դիմակայել նրան, բղավել բոլոր այն ճշմարտությունները, որոնք այրվում էին իր ներսում։ Բայց նա զսպեց իրեն։ Պետք է դա աներ ճիշտ ձով։ Ապացույցներով։ Վկաներով։ Արդարությունը իր կողքին։ Մինչ երեկո, ասաց նա, համբուրելով նրա ճակատը։ Մարիամը բռնեց նրա ձեռքը։ Ամեն ինչ կարգին է, սիրելիս։ Դու տարօրինակ ես։ Գաբրիելը մեկ ժպիտ ստիպեց իրեն։ Պարզապես հոգնած։ Բայց ամեն ինչ կարգին է։ Նա բաց թողեց նրան, բայց նրա հայացքը մնաց կասկածանքով։ Գաբրիելը դուրս եկավ տնից, զգալով այդ աչքերը իր մեջքին։ Գրասենյակում Ռուբենն արդեն սպասում էր։ Փաստաբանը 40-ից մի փոքր ավելի տարեկան էր, խնամքով սանրված մոխրագույն մազերով միշտ լուրջ արտահայտությամբ, որը թաքցնում էր հավատարիմ սիրտ։ Նա Գաբրիելը միասին էին սովորել, զուգահեռ կարիերա էին կառուցել տարիների ընթացքում պահպանել էին ամուր ընկերություն։ Ինչ է կատարվում, Գաբրիել։ Դու ինձ վախեցրիր այդ զանգով։ Գաբրիելը փակեց գրասենյակի դուռը, բացեց պատի մեջ տեղադրված պահարանը։ Ներսից նա հանեց մի թղթապանակ, որտեղ դրել էր Ժաննայի տված բոլոր փաստաթղթերը, ինչպես նա Լեոնորայի լուսանկարը ծերանոցում։ Նա ամեն ինչ մեկնեց Ռուբենին, ով սկսեց ուսումնասիրել աճող ուշադրությամբ։ Ինչ է սա, հարցրեց Ռուբենը, աչքերը լայն բացված։ Դա իմ մայրն է, ասաց Գաբրիելը, ձայնը հաստատուն։ Նա ողջ է։ Եվ Մարիամն է նրան բանտարկված պահել 3 տարի շարունակ։
Ռուբենը աչքերը բարձրացրեց թղթերից, լիովին ցնցված։ Գաբրիել, դա հնարավոր չէ։ Լեոնորա, մենք եղել ենք հոգեհանգստի ժամանակ։ Ես տեսա գերեզմանը։ Դու տեսար փակ դագաղ դատարկ գերեզման։ Ինչպես ես։ Մարիամը կեղծել էր ամեն ինչ, Ռուբեն։ Մահվան վկայականը կեղծ է, ստորագրված բժշկի կողմից, ով լիցենզիան զրկվել է։ Հոգեհանգիստը բեմադրվել է մի հուղարկավորման գրասենյակում, որը փակվել է դրանից անմիջապես հետո։ Եվ իմ մայրը 3 տարի անցկացրել է հանգստացնող դեղերով ծերանոցում, գրանցված կեղծ անունով։ Ռուբենը ձեռքով անցկացրեց դեմքով, փորձելով մարսել այդ տեղեկությունը։ Ինչպես դուք բացահայտեցիք։ Ծերանոցի մի խնամակալուհի ինձ գտավ գերեզմանատանը։ Նա տարիներ շարունակ դիտում էր իմ մորը, կասկածելով իրավիճակին։ Երբ պարզեց, թե ով եմ ես, որոշեց ինձ պատմել ճշմարտությունը։ Իսկ Լեոնորան հիմա որտեղ է։ Էրեբունի բժշկական կենտրոնում։ Անվտանգության ուժեղացված միջոցներով։ Ես չգիտեմ, թե Մարիամը որքան հեռու է ի վիճակի գնալ, երբ իմանա, որ ես ամեն ինչ գիտեմ։ Ռուբենը սկսեց ավելի ուշադիր կարդալ փաստաթղթերը։ Այստեղ կա Ալթունյան փայատիրություններից եկող վճարումների գրանցում։ Գաբրիել, այս ընկերությունը Մարիամի անունով է, բայց դուք ստորագրում եք որպես համապատասխանատու։ Դուք գիտեիք այդ վճարումների մասին։ Ոչ։ Ես ընկերության կառավարումը նրան հանձնեցի այն բանից հետո, երբ կարծեցի, որ մայրը մահացել է։ Ես այդ ընթացքում այնքան բան ստորագրեցի, առանց իրականում կարդալու։ Ես շոկի մեջ էի, սկի մեջ։ Նա օգտվեց դրանից։ Ռուբենը գլխով արեց, անհավատալիորեն։ Սա բարդ խարդախություն է, Գաբրիել։ Սա մեկ գիշերում չի արվել։ Նա պլանավորել է յուրաքանչյուր մանրամասն։ Ես գիտեմ։ Եվ հիմա ես պետք է քանդեմ ստի այդ ամրոցը կտոր։ Բայց պետք է դա անեմ զգուշությամբ։ Եթե նա նկատի, որ ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել։ Ռուբենը մի պահ լռեց, մտածելով։ Մենք պետք է ավելի շատ ապացույցներ հավաքենք։ Խնամակալուհու վկայությունը կարևոր է, բայց մեզ ավելին է պետք։ Մենք պետք է հետենք բոլոր վճարումներին, գտնենք այն մարդկանց, ովքեր մասնակցել են խարդախությանը, ստանանք ծերանոցի իսկական բժշկական գրառումները։ Եվ պետք է այս ամենը անենք առանց Մարիամի կասկածելու։ Ինչպես։ Ռուբենը խորը շունչ քաշեց։ Նախ, մենք դատական հրաման կստանանք, հետաքննելու Ալթունյան փայատիրությունների հաշիվները։ Ես կարող եմ խոսել վստահելի դատավորի հետ, բացատրել իրավիճակը, խնդրել բացարձակ գաղտնիություն։ Երկրորդ, մենք պետք է մասնավոր քննիչ վարձենք, հետելու Մարիամի բոլոր շարժերին վերջին 3 տարիների ընթացքում։ Երրորդ, մենք պետք է պաշտպանենք Լեոնորային։ Նա գլխավոր վկան է։ Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի։ Նա չավարտեց նախադասությունը, բայց Գաբրիելը հասկացավ։ Ես արդեն անվտանգություն եմ տեղադրել նրա սենյակում։ Եվ խնամակալուհին, Ժաննան, նրա հետ է։ Նա միակ մարդն էր, ով հավատաց իմ մորը բոլոր այս տարիների ընթացքում։ Մենք պետք է պաշտպանենք նա Ժաննային։ Եթե Մարիամը բացահայտի նրա դերը այս ամենում, նա թիրախ կդառնա։ Գաբրիելը գլխով արեց, զգալով պատասխանատվության ծանրությունը։ Ռուբեն, եթե մենք շարունակենք այս ամենը, ետդարձի ճանապարհ չկա։ Իմ ամուսնությունը կավարտվի։ Իմ կյանքը գլխիվայր կշրջվի։ Մամուլը դաշտ կունենա այս պատմությամբ։ Ռուբենը ուղղակիորեն նայեց ընկերոջ աչքերին։ Իսկ եթե դու չշարունակես, դու կարող ես ապրել, իմանալով, որ քո կողքին քնած կինը քո մորը բանտարկված է պահել։ Կարող ես ծածնել, թե ոչինչ չգիտես։ Կարող ես թույլ տալ, որ նա անպատիժ մնա։ Գաբրիելը փակեց աչքերը։ Ոչ։ Չեմ կարող։ Ապա ընտրություն չկա, Գաբրիել։ Մենք ամեն ինչ կբացահայտենք։ Մենք արդարություն կանենք։ Եվ մենք կապահովենք, որ նա հատուցի Լեոնորայի տառապած յուրաքանչյուր օրվա համար։ Հաջորդ օրերին Գաբրիելն ապրում էր հոգնեցուցիչ կրկնակի կյանքով։ Ցերեկը նա զգացնում էր, թե տանը ամեն ինչ նորմալ է, խոսում էր Մարիամի հետ, ճաշում էր նրա հետ, քնում էր նրա կողքին։ Բայց յուրաքանչյուր ժեստ հաշվարկված էր, յուրաքանչյուր բառ չափված։ Նա դիտում էր ամեն ինչ, ինչ նա անում էր նշաններ փնտրելով, փորձելով հասկանալ, թե ինչպես նա նախկինում չէր նկատել, թե ով էր նա իրականում։
Գիշերը, երբ Մարիամը քնում էր, Գաբրիելը անձայն դուրս էր գալիս գնում հիվանդանոց այցելելու մորը։ Լեոնորան դանդաղ էր ապաքինվում։ Բժիշկներն ասում էին, որ երկարատ հանգստացնող դեղերի ազդեցությունը հակադարձելը երկար գործընթաց կլինի, բայց նա լավ էր արձագանքում բուժմանը։ Գաբրիելը ժամեր էր անցկացնում նրա կողքին, լսելով կորցրած 3 տարիների պատմությունները, անընդհատ ներողություն խնդրելով, որ նախկինում չէր նկատել ճշմարտությունը։ Դու մեղավոր չէիր, որդիս, միշտ ասում էր Լեոնորան, բռնելով նրա ձեռքը։ Նա մանիպուլյատոր է։ Նա ճշգրիտ գիտեր, թե ինչպես վարվել, որպեսզի դու երբեք չկասկածես։ Մինչդեռ Ռուբենը լուռ աշխատում էր կուլիսներում։ Նա ստացավ դատական հրամանը, սկսեց հետաքննել Ալթունյան փայատիրությունների հաշիվները։ Այն, ինչ նա հայտնաբերեց, էլ ավելի ցնցող էր, քան սպասում էր։ Մարիամը 3 տարիների ընթացքում միլիոններ էր շեղել, միջոցներ փոխանցելով օֆշորային հաշիվներին, ստեղծելով ուրվական ընկերություններ, գույքեր գնելով երրորդ անձանց անունով։ Գաբրիելի տարիների ընթացքում կառուցած կարողությունը համակարգված կերպով թալանվում էր։ Մասնավոր քննիչը Պողոս Մանուկյան անունով զուսպ մարդը սկսեց հետել Մարիամին։ Նա պարզեց, որ նա հաճախակի հանդիպումներ էր ունենում մի տղամարդու հետ, ով Գաբրիելը չէր։ Լուսանկարները ցույց էին տալիս հանդիպումներ թանկարժեք ռեստորաններում, շքեղ հյուրանոցներում։ Մարիամը ոչ միայն ֆինանսապես էր թալանում Գաբրիելին։ Նա դավաճանում էր նրան։ Երբ Գաբրիելը տեսավ լուսանկարները, ցավի խայթոց զգաց, բայց դա տարբեր էր նրանից, ինչ սպասում էր։ Դա խանդ չէր։ Դա գրեթե թեթացում էր։ Եվս մեկ ապացույց, որ այն կինը, ում նա սիրել էր, երբեք իրականում գոյություն չի ունեցել։ Ամեն ինչ կեղծիք էր։ Ռուբենը նա հետեց բժշկին, ով ստորագրել էր կեղծ մահվան վկայականը։ Տղամարդը բնակվում էր գյուղական փոքր քաղաքում, փորձելով վերակառուցել իր կյանքը լիցենզիան կորցնելուց հետո։ Երբ Պողոս Մանուկյանը գտավ նրան, բացատրեց, որ նա կարող է լուրջ խնդիրներ ունենալ, եթե չհամագործակցի, բժիշկը ամեն ինչ խոստովանեց։ Մարիամը 3 տարի առաջ դիմել էր նրան, առաջարկելով մեծ գումար կեղծ փաստաթուղթ ստորագրելու համար։ Նա հուսահատված էր փողի համար, խաղային պարտքեր ուներ, համաձայնեց։ Հիմա նա պատրաստ էր վկայություն տալ։ Հուղարկավորման գրասենյակը նույնպես հետաքննվեց։ Տերը փակել էր բիզնեսը տեղափոխվել մեկ այլ քաղաք, բայց հայտնաբերվեց։ Նա պատմեց, որ Մարիամը վճարել էր լիարժեք հոգեհանգստի համար, բայց առանց մարմնի։ Դագաղը դատարկ էր։ Նա երբեք չէր հարցրել, թե ինչու, քանի որ փողը լավ էր, նա ասել էր, որ դա բարդ ընտանեկան իրավիճակ էր։ Կտոր, ճշմարտությունը հավաքվում էր։ Ռուբենը ամեն ինչ հավաքեց մի հսկայական դոսիում, հարյուրավոր էջերով փաստաթղթեր, լուսանկարներ, վկայություններ, բանկային գրառումներ։ Դա անհերքելի ապացույց էր, որ Մարիամը կազմակերպել էր ամենաբարդ խարդախություններից մեկը, որը նա երբեք տեսել էր։ Այդ շաբաթվա 5-շաբթի օրը Ռուբենը զանգեց Գաբրիելին։ Պատրաստ է։ Մենք ամեն ինչ ունենք։ Վաղը առավոտյան կգնանք ոստիկանություն, պաշտոնապես կներկայացնենք բողոքը։ Գաբրիելը գրասենյակում էր, երբ ստացավ զանգը։ Նա ապակեպատ պատուհանից նայեց Երան քաղաքին, որը տարածվում էր ներքում, մտածելով այն մասին, թե ինչպես ամեն ինչ պատրաստվում էր փոխվել։ Ես պատրաստ եմ։ Մի բան, Գաբրիել, ասաց Ռուբենը։ Երբ բողոք ներկայացնենք, ոստիկանությունը անմիջապես կձերբակալի Մարիամին։ Դուք համոզված եք, որ ուզում եք դա անել։ Ետդարձ չկա, երբ սկսենք։ Գաբրիելը մտածեց մոր մասին, նրա կորցրած 3 տարիների մասին։ Մտածեց Ժաննայի մասին, որը մենակ պայքարում էր ճշմարտությունը բացահայտելու համար։ Մտածեց իր մասին, այն 3 տարիների մասին, որոնք նա անցկացրել էր, լաց լինելով դատարկ գերեզմանի առջ, մինչ Մարիամը հանգիստ քնում էր իր կողքին։ Ես բացարձակապես համոզված եմ։ Ապա վաղը առավոտյան 9-ին կենտրոնական ոստիկանությունում։ Ես այնտեղ կլինեմ բոլոր փաստաթղթերով։ Դուք կտանեք Լեոնորային Ժաննային ցուցմունք տալու համար։ Եվ նա կբերենք Պողոսին բոլոր լուսանկարչական ապացույցներով։ Համաձայնեցված է։ Գաբրիելը հեռախոսը անջատեց, մնաց նայելու իր ձեռքի հեռախոսին։ Մնացել էր ընդամենս 1 գիշեր։ Մի վերջին գիշեր, ձացնելով, թե ոչինչ չգիտի։ Մի վերջին գիշեր, քնելով այն կնոջ կողքին, ով ոչնչացրել էր իր կյանքը։ Վաղը ամեն ինչ կբացահայտվեր։ Վաղը արդարությունը կսկսեր իրականացվել։
Երբ նա տուն հասավ այդ գիշեր, Մարիամը հատկապես քնքուշ էր։ Նա պատրաստեց նրա սիրած ճաշը, ընտրեց թանկարժեք գինի, միջավայրի երաժշտություն դրեց։ Գաբրիելը մասնակցեց կեղծիքին, խոսելով մանրուքների մասին, ժպտալով համապատասխան պահերին, ծածնելով, թե դա պարզապես մեկ սովորական գիշեր էր։ Բայց երբ նա քնեց, ժամերով արթուն մնաց, մթության մեջ առաստաղին նայելով։ Իր կողքին Մարիամը խորը քնած էր, շնչառությունը հանգիստ կանոնավոր։ Ինչպես էր նա կարողանում այդքան հանգիստ քնել, հարցրեց նա իրեն։ Ինչպես էր նա կարողանում ապրել այն ամենի ծանրության տակ, ինչ արել էր։ Գաբրիելը մտածեց անմիջապես արթնացնել նրան, պատմել ամեն ինչ, ինչ գիտեր, տեսնել նրա դեմքի արտահայտությունը, երբ նա հասկանար, որ բացահայտվել է։ Բայց նա զսպեց իրեն։ Վաղը նա կիմանար։ Վաղը նրա կառուցած ստի ամրոցը լիովին կփլուզվեր։ Եվ նա այնտեղ կլիներ, տեսնելու յուրաքանչյուր քարի ընկնելը։ Երբ առը սկսեց ծագել, Գաբրիելը անձայն վեր կացավ։ Լողացավ, հագավ մուգ կոստյում, ուղղեց փողկապը։ Նա նայեց իրեն հայելու մեջ տեսավ մի տղամարդու, որը տարբեր էր նրանից, ով ամեն կիրակի արթնանում էր, դատարկ գերեզման այցելելու համար։ Այս տղամարդը նպատակ ուներ։ Այս տղամարդը առաքելություն ուներ։ Այս տղամարդը արդարություն էր անելու։ Նա իջավ Մարիամին գտավ խոհանոցում, սուրճ էր պատրաստում։ Նա ժպտաց, տեսնելով նրան։ Բարի առավոտ, սիրելիս։ Նորից շուտ ես դուրս գալիս։ Գաբրիելը նայեց նրան, այդ պահը հիշողության մեջ պահելով։ Վերջին անգամ, երբ նա նրան նայում էր, չիմանալով, որ ամեն ինչ պատրաստվում էր ավարտվել։ Այո, պատասխանեց նա։ Կարոր հանդիպում ունեմ։ Մարիամը մոտեցավ, շոյեց նրա փողկապը։ Ապա հաջողություն։ Գաբրիելը մի պահ բռնեց նրա ձեռքը, նայելով այն կնոջ աչքերին, ում նա սիրել էր, ում նա վստահել էր, ով ամեն ինչ ոչնչացրել էր։ Շնորհակալություն, ասաց նա։ Եվ ապա դուրս եկավ, փակելով դուռը իր հետից վերջին անգամ որպես Մարիամի հետ ամուսնացած տղամարդ։ Երբ նա վերադառնար այդ տուն, նա կլիներ ազատ մարդ։ Ազատ ստից, ազատ դավաճանությունից, ազատ այն կնոջից, ով փորձել էր իր մորը կենդանի թաղել։ Ռուբենը սպասում էր ոստիկանության առջ։ Նրա կողքին էին Լեոնորան, հենված Ժաննայի վրա, Պողոսը, փաստաթղթերի մի քանի թղթապանակներով։ Գաբրիելը կայանեց մեքենան, քայլեց դեպի նրանք, զգալով պահի ծանրությունը։ Եկեք դա անենք, ասաց նա։ Եվ միասին նրանք մտան ոստիկանություն, աշխարհին պատմելու մի պատմություն, որին ոչ ոք չէր հավատալու։ Մի կնոջ պատմություն, ով կեղծել էր իր սկեսրոջ մահը, ամուսնուն թալանելու համար։ 3 տարվա ստի պատմություն։ Դատարկ գերեզմանի մի ճշմարտության պատմություն, որը վերջապես լույս էր տեսնում։ Երանի կենտրոնական ոստիկանությունը շարժուն էր այդ ուրբաթ առավոտյան։ Գաբրիելը մտավ Ռուբենի, Լեոնորայի, Ժաննայի Պողոսի ուղեկցությամբ, տանելով փաստաթղթերով լի արկղեր, որոնք ներկայացնում էին 3 տարվա հետաքննությունը, խտացված մեկ շաբաթում։ Պատասխանատու քննիչը, դոկտոր Արմեն Ղազարյանը, 50-ամյա տղամարդ, լուրջ արտահայտությամբ ուշադիր հայացքով, նրանց ընդունեց իր սենյակում։ Պարոն Ալթունյան, դոկտոր Ռուբենը հեռախոսով հակիրճ բացատրեց ինձ իրավիճակը, բայց խոստովանում եմ, որ դժվար էր հավատալ, ասաց քննիչը, ժեստ անելով, որ բոլորը նստեն։ Այդ մեծության խարդախությունը, այդքան երկար պահպանված, հազվադեպ է։ Գաբրիելը խորը շունչ քաշեց։ Ես հասկանում եմ, քննիչ։ Ես ինքս էլ դժվարությամբ հավատացի։ Բայց ապացույցներն այստեղ են։ Եվ գլխավոր վկան իմ մայրն է, ում բոլորը կարծում էին, որ մահացել է 3 տարի առաջ։ Քննիչը նայեց Լեոնորային, ով նստած էր Ժաննայի կողքին, դեռ փխրուն, բայց վճռական հայացքով։ Դուք Լեոնորա Ալթունյանն եք։ Ես եմ, քննիչ, պատասխանեց Լեոնորան, ձայնը դեռ մի փոքր խռպոտ, հանգստացնող դեղերի տարիներից։ Եվ ես այստեղ եմ պատմելու այն ամենը, ինչ արել են ինձ հետ։ Հաջորդ 3 ժամվա ընթացքում յուրաքանչյուրը տվեց իր ցուցմունքը։ Լեոնորան պատմեց Մարիամի հետ վեճի մասին, այն փաստաթղթերի մասին, որոնք հրաժարվեց ստորագրել, թունավորված թեյի ծերանոցում արթնանալու մասին։ Նրա ձայնը երբեմն դողում էր, հատկապես երբ նկարագրում էր 3 տարիները, հանգստացնող դեղերով ապրելով, հավատալով, որ որդին լքել է իրեն։ Ժաննան պատմեց, թե ինչպես սկսեց կասկածել, ինչպես տարիներ շարունակ գրում էր յուրաքանչյուր կասկածելի մանրամասն, ինչպես վերջապես որոշեց Գաբրիելին գտնել գերեզմանատանը։
Նա ցույց տվեց տետրը, որտեղ ամեն ինչ գրանցել էր, էջեր ու էջեր գրառումներ, որոնք փաստագրում էին Լեոնորայի բանտարկությունը։ Ռուբենը ներկայացրեց բանկային փաստաթղթերը, ցույց տալով միլիոնավոր դրամների շեղումները, օֆշորային հաշիվներին փոխանցումները, ուրվական ընկերությունները։ Պողոսը բերեց Մարիամի դավաճանության լուսանկարները, նրա կասկածելի հանդիպումների գրառումները, իր հավաքած վկայությունները։ Քննիչը ամեն ինչ լսում էր աճող ուշադրությամբ, գրառումներ անելով, պարզաբանումներ խնդրելով։ Երբ բոլորն ավարտեցին, նա հետ նստեց աթոռին, տեսանելիորեն աստված։ Սա իմ կարիերայի ընթացքում տեսած ամենաբարդ խարդախություններից մեկն է, ասաց նա։ Պարոն Ալթունյան, դուք բացարձակապես համոզված եք, որ ուզում եք շարունակել սա։ Երբ մենք սկսենք գործընթացը, ձեր կյանքը մեդիա կրկես կդառնա։ Գաբրիելը նայեց մորը, հետո Ժաննային, վերջապես քննիչին։ Ես բացարձակապես համոզված եմ։ Իմ մայրը 3 տարի բանտարկված է եղել, հանգստացնող դեղերով, հավատալով, որ ես լքել եմ նրան։ Արդարություն անելու համար չափազանց բարձր գին չկա։ Քննիչը գլխով արեց։ Շատ լավ։ Ես անմիջապես կտրամադրեմ Մարիամ Ալթունյանի նկատմամբ կալանավորման օրթեր։ Մենք նա կարգելափակենք նրա հետ կապված բոլոր բանկային հաշիվները, կսկսենք ամբողջական հետաքննություն։ Պարոն Ալթունյան, դուք պետք է պատրաստ լինեք, որ երբ մենք ձեր կնոջը ձերբակալենք, դա մինչ օրվա վերջ բոլոր թերթերում կլինի։ Ես գիտեմ, պատասխանեց Գաբրիելը։ Քննիչը հեռախոսը վերցրեց, հրամաններ սկսեց տալ։ 1 ժամից էլ քիչ ժամանակում ոստիկանական թիմը շարժվում էր դեպի Մաշտոցի պողոտայի պենթհաուս։ Գաբրիելը խնդրեց ներկա չլինել ձերբակալության պահին։ Նա ուժ չուներ դա տեսնելու։ Փոխարենը, նա մոր Ժաննայի հետ վերադարձավ հիվանդանոց, որտեղ կսպասեին նորությունների։ 2 ժամ տանջալից սպասում էր։ Գաբրիելը բռնած էր մոր ձեռքը, երկուսը նստած հիվանդանոցի սենյակում, լուռ։ Ժաննան սուրճ բերեց, բայց ոչ ոք չկարողացավ խմել։ Առավոտյան 11:30-ին Գաբրիելի հեռախոսը զանգեց։ Ռուբենն էր։ Արված է։ Ոստիկանությունը նոր է ձերբակալել Մարիամին։ Նա դիմադրեց, բղավեց, սպառնաց դատի տալ բոլորին։ Բայց հիմա կալանքի տակ է։ Գաբրիելը փակեց աչքերը, զգալով թեթացման տխրության խառնուրդ։ Շնորհակալություն, Ռուբեն։ Մի ուրիշ բան էլ կա, Գաբրիել։ Մամուլն արդեն իմացել է։ Լրագրողներ կան ոստիկանության առջ, հիվանդանոցի առջ, ձեր տան առջ։ Սա կպայթի։ Եվ պայթեց։ Ժամերի ընթացքում պատմությունը բոլոր հեռուստաալիքներում էր, բոլոր լրատվական կայքերում, բոլոր սոցիալական ցանցերում։ Գործարարը բացահայտում է, որ մայրը ողջ է, 3 տարի դատարկ գերեզմանում լաց լինելուց հետո։ Կինը մեղադրվում է մահը կեղծելու միլիոններ շեղելու մեջ։ Մանրամասները սկզբում քիչ էին, բայց օրվա ընթացքում ավելի շատ տեղեկություններ էին արտահոսում։ Գաբրիելը անջատեց հեռախոսը, լրագրողներից 100-րդ զանգը ստանալուց հետո։ Նա պատրաստ չէր խոսել մամուլի հետ։ Դեռ ոչ։ Նախ պետք էր մարսել ամեն ինչ, ինչ կատարվում էր։ Նախ պետք էր համոզվել, որ մայրը ապահով է։ Կեսօրին քննիչ Ղազարյանը անձամբ զանգեց։ Պարոն Ալթունյան, Մարիամը խնդրում է ձեզ հետ խոսել։ Նա ասում է, որ ցուցմունք կտա միայն այն դեպքում, եթե նախ կարողանա ձեզ հետ խոսել։ Գաբրիելը զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Ես չեմ ուզում տեսնել նրան։ Ես հասկանում եմ, բայց դա կարող է ռազմավարական լինել։ Եթե նա խոստովանի ձեր առջ, վկաների հետ, դա կամրապնդի գործը։ Պարտադիր չէ մենակ մնալ նրա հետ։ Ես այլ ոստիկաններ սենյակում կլինենք։ Գաբրիելը նայեց մորը։ Լեոնորան ամուր բռնեց նրա ձեռքը։ Գնա, որդիս։ Նայիր նրա աչքերին, թող նա տեսնի, որ չկարողացավ քեզ ոչնչացնել։ Կես ժամ անց Գաբրիելը ոստիկանություն մտավ հետի դռնից, խուսափելով լրագրողներից, ովքեր շրջապատել էին գլխավոր մուտքը։ Քննիչը նրան տարավ հարցաքննության սենյակ։ Մարիամը նստած էր, ձեռնաշղթաներով, մազերը խառնված, դիմահարդարումը արցունքներից ջնջված։ Երբ նա տեսավ Գաբրիելին մտնող, կտրուկ վեր կացավ։ Գաբրիել, Աստված օրհնի։ Դու պետք է վերացնես այս թյուրիմացությունը։ Ես կարող եմ ամեն ինչ բացատրել։ Գաբրիելը աթոռը քաշեց, նստեց սեղանի մյուս կողմում, հեռավորություն պահելով։ Ապա բացատրիր։
Բացատրիր, թե ինչպես իմ մայրը, ով պետք է մեռած լիներ, 3 տարի հանգստացնող դեղերով անցկացրեց ծերանոցում։ Մարիամը կատաղի գլխով արեց. Այդպես չի եղել։ Դու չես հասկանում։ Քո մայրը հիվանդ էր, Գաբրիել։ Նա զառանցանքներ էր ունենում, անհեթեթ բաներ էր ասում։ Ես փորձեցի օգնել։ Դու փորձեցիր օգնել, նրան թմրացնելով կեղծ անունով գրանցելով։ Փորձեցիր օգնել, մահվան վկայական կեղծելով դատարկ դագաղով հոգեհանգիստ անելով։ Մարիամի արցունքները իրական էին թվում, բայց Գաբրիելն այլս չգիտեր, թե ինչն էր իրական, իսկ ինչը թատրոն։ Ես հուսահատված էի։ Նա ամեն ինչ կքանդեր։ Նա կստիպեր քեզ կորցնել ամեն ինչ, ինչ կառուցել էիր։ Ապա դու որոշեցիր սպանել նրան։ Սոցիալապես, իրավականորեն, դու սպանեցիր նրան։ Ոչ, բղավեց Մարիամը։ Ես երբեք չեմ ուզել վնասել նրան։ Ես պարզապես ուզում էի ինձ պետք էր։ Քեզ փող էր պետք, ավարտեց Գաբրիելը, ձայնը սառը։ Քեզ վերահսկողություն էր պետք։ Քեզ պետք էր ինձ մանիպուլյացիա անել, մինչ դու միլիոններ էիր գողանում։ Եվ ճանապարհին ոչնչացրիր մի անմեղ կնոջ։ Մարիամը փորձեց բռնել նրա ձեռքերը սեղանի վրայով, բայց Գաբրիելը հետ քաշվեց։ Ես սիրում եմ քեզ, Գաբրիել։ Ամեն ինչ, ինչ արել եմ, մեր համար է եղել։ Ոչ, ասաց Գաբրիելը, վեր կենալով։ Ամեն ինչ, ինչ դու արել ես, քո համար է եղել։ Եվ հիմա դու կհատուցես դրա համար։ Մարիամը սկսեց բղավել, մինչ Գաբրիելը դուրս էր գալիս սենյակից։ Դու չես կարող ինձ դա անել։ Ես քո կինն եմ։ Մենք միասին կյանք ունենք։ Գաբրիել, խնդրում եմ։ Բայց նա հետ չնայեց։ Դուրս եկավ ոստիկանությունից նույն հետի դռնից, նստեց Ռուբենի տրամադրած մեքենան վերադարձավ հիվանդանոց։ Երբ հասավ մոր սենյակ, նրա ոտքերը վերջապես թուլացան։ Նա նստեց լաց եղավ, վերջին օրերի ամբողջ լարվածությունը վերջապես պայթեց։ Լեոնորան Ժաննան գրկեցին նրան 3 մարդ, ովքեր նույն կնոջ զոհն էին եղել, հիմա միավորված այն ճշմարտությամբ, որը վերջապես լույս էր տեսել։ Հաջորդ օրերին գործը ազգային մասշտաբներ ստացավ։ Հեռուստատեսային հաղորդումները քննարկում էին թեման, մասնագետները վերլուծում էին, թե ինչպես կարող էր այդ չափի խարդախությունը այդքան երկար պահպանվել։ Շատերը գովաբանում էին Ժաննայի քաջությունը, մի համեստ խնամակալուհի, ով ամեն ինչ ռիսկի էր դիմել անծանոթին փրկելու համար։ Մյուսները հարցնում էին, թե ինչպես Գաբրիելը ոչինչ չէր նկատել։ Մեդիան անողոք էր, բայց Գաբրիելը որոշեց օգտագործել այդ բացահայտումը իր օգտին։ Նա մեկ-միակ մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ Լեոնորային ներկայացրեց աշխարհին։ Մայր ու որդի նստեցին կողք կողքի, Գաբրիելը պատմեց ամբողջ պատմությունը։ Լեոնորան, դեռ փխրուն, բայց վճռական, հաստատեց յուրաքանչյուր մանրամասն։ Ես կորցրի իմ կյանքի 3 տարին, ասաց Լեոնորան տեսախցիկների առջ, ձայնը հաստատուն։ 3 տարի, հավատալով, որ որդիս լքել է ինձ։ 3 տարի, հանգստացնող դեղերով, անտեսանելի, վերաբերվելով ինձ, կարծես գոյություն չունեի։ Բայց ես գոյատեցի։ Եվ հիմա ուզում եմ, որ իմ պատմությունը որպես նախազգուշացում ծառայի։ Շատ անտեսանելի տարեցներ կան այնտեղ, մոռացված ծերանոցներում, լռեցված, առանց ձայնի։ Ես բախտս բերեցի, որ ինչ-որ մեկը հավատաց ինձ։ Եվ այդ մեկը Ժաննան էր, ով նստած էր հանդիսատեսի շարքում։ Գաբրիելը նրան կանչեց բեմ։ Այս կինը, ասաց նա, ձեռքը դնելով նրա ուսին, փրկեց իմ մորը, երբ ամբողջ աշխարհը մոռացել էր նրան։ Նա ոչինչ չուներ շահելու, շատ բան կորցնելու, բայց ընտրեց անել այն, ինչ ճիշտ էր։ Ժաննան, լաց լինելով, գլխով արեց։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ։ Բայց շատերը չէին անի, պատասխանեց Գաբրիելը։ Եվ դրա համար, այսօրվանից, Ժաննան ոչ միայն խնամակալուհի է։ Նա Լեոնորա Ալթունյան հիմնադրամի տնօրենն է, որը կբացենք հաջորդ շաբաթ։ Նորությունը զարմացրեց բոլորին, ներառյալ Ժաննային, ով լայն բացված աչքերով նայեց Գաբրիելին։ Պարոն Գաբրիել, ես չեմ կարող։ Ես դրա համար կրթություն չունեմ։ Դուք ավելի կարևոր բան ունեք, ասաց Գաբրիելը։ Դուք սիրտ ունեք։ Դուք քաջություն ունեք։ Եվ դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում անտեսանելի լինելը։ Այս հիմնադրամը կօգնի ձեռներեց կանանց, բայց նա կստեղծի հատուկ ծրագիր խնամակալների տարեցների համար։ Ապահովելու համար, որ ոչ մի այլ Լեոնորա չմոռացվի։
Լրագրողների հանդիսատեսը ծափահարեց։ Այդ սարսափի պատմությունը վերածվում էր ավելի մեծ բանի։ Այն դառնում էր հույսի, արդարության, երկրորդ հնարավորության խորհրդանիշ։ Մինչդեռ ոստիկանությունում Մարիամը շարունակում էր կալանքի տակ մնալ։ Նրա փաստաբանը փորձեց ազատություն խնդրել, պնդելով, որ նա արմատներ ունի համայնքում փախուստի վտանգ չի ներկայացնում։ Բայց դատավորը մերժեց, վկայակոչելով հանցագործությունների ծանրությունը դրանց պլանավորման սառնությունը։ Մարիամը դատվելու էր կալանքի տակ։ Հետաքննությունները շարունակում էին բացահայտել խարդախության շերտեր ու շերտեր։ Հայտնաբերվեցին ավելի շատ բանկային հաշիվներ, ավելի շատ ուրվական ընկերություններ, ավելի շատ գույքեր, շեղված փողերով գնված։ Գողացված կարողությունը գերազանցում էր 10 միլիոն դրամը։ Մարիամը կայսրություն էր կառուցել Գաբրիելի հաշվին, ամեն ինչ, մինչ ծածնում էր, թե նվիրված կին է։ Այն տղամարդը, ում հետ նա հանդիպում էր, նույնպես նույնականացվեց։ Նա անազնիվ փաստաբան էր, ով օգնում էր նրան կառուցվածքավորել ֆինանսական սխեմաները։ Նա նույնպես ձերբակալվեց որպես հանցակից։ Ձերբակալությունից 1 ամիս անց Գաբրիելը նորից Կոմիտասի անվան Պանթեոնում էր։ Բայց այս անգամ նա այնտեղ չէր լաց լինելու։ Նա այնտեղ էր, ցիկլը փակելու համար։ Նա ընկերություն էր վարձել կեղծ տապանակարը հեռացնելու, դատարկ գերեզմանը քանդելու համար, որը 3 տարվա տառապանքի թատերաբեմ էր եղել։ Լեոնորան նրա կողքին էր, հենված ձեռնափայտի վրա, բայց ամեն օր ավելի ուժեղ։ Ժաննան նույնպես այնտեղ էր, Ռուբենը, մի քանի մտերիմ ընկերներ, ովքեր աջակցել էին Գաբրիելին ամբողջ գործընթացի ընթացքում։ Այս վայրն այլս ոչինչ չի նշանակում, ասաց Գաբրիելը, նայելով այնտեղ, որտեղ տապանակարը նախկինում էր։ 3 տարի ես եկա այստեղ, հավատալով մի ստի։ Բայց հիմա ես գիտեմ ճշմարտությունը։ Եվ եկա այստեղ հրաժեշտ տալու։ Ոչ իմ մորը, որովհետև նա ողջ է լավ։ Բայց հրաժեշտ տալու այն տղամարդուն, ով ես էի։ Այն միամիտ, կույր տղամարդուն, ով հավատում էր պատրանքներին։ Նա վեր կացավ։ Նրա տեղը ծնվեց մի տղամարդ, ով գիտի ճշմարտության արժեքը։ Ով հասկանում է դավաճանության գինը։ Բայց ով նա սովորել է ներման, երկրորդ հնարավորությունների, ցավը նպատակի վերածելու մասին։ Գաբրիելը դուրս եկավ գերեզմանատանից, իմանալով, որ այլս երբեք չի վերադառնա։ Այդ գլուխը փակված էր։ Իրական կյանքը, իսկական կյանքը դրսում էր, սպասելով իրեն։ Մեկ շաբաթ անց Լեոնորա Ալթունյան հիմնադրամը բացվեց հուզիչ արարողությամբ։ Հարյուրավոր մարդիկ մասնակցեցին, ներառյալ շատերը, ովքեր հուզվել էին պատմությունից։ Ընտրված շենքը լայնածավալ ժամանակակից էր, դասընթացների սենյակներով, հանդիպումների համար նախատեսված տարածքներով, տարեցների ու խնամակալների բարեկեցությանը նվիրված ամբողջ բաժնով։ Գաբրիելը կարճ, բայց հզոր ելույթ ունեցավ։ Այս հիմնադրամը ծնվել է ցավից, բայց գոյություն ունի հույս ստեղծելու համար։ Ծնվել է անարդարությունից, բայց գոյություն ունի արդարություն խթանելու համար։ Եվ ծնվել է մոր որդու միջ սիրուց, որը նույնիսկ 3 տարվա սուտը չկարողացավ ոչնչացնել։ Լեոնորան կտրեց բացման ժապավենը Ժաննայի կողքին, 2 կանայք, ովքեր գոյատել էին ամենավատը, հիմա պատրաստ էին օգնել այլ մարդկանց անել նույնը։ Տեսախցիկները գրանցեցին ամեն ինչ, բայց Գաբրիելը գիտեր, որ այդ պահը շատ ավելին էր, քան պարզապես նորություն։ Դա հաղթանակ էր։ Հաղթանակ ստի, դաժանության, ագահության նկատմամբ։ Այդ գիշեր Գաբրիելը ճաշեց մոր հետ այն բնակարանում, որը նա վարձել էր նրա համար, հարմարավետ վայր, օղակած զբոսայգու տեսարանով։ Նրանք խոսեցին անցյալի, ապագայի, հիմնադրամի ծրագրերի մասին։ Եվ 3 տարվա ընթացքում առաջին անգամ Գաբրիելն իրեն ամբողջական զգաց։ Դու գիտես, որ դատավարությունը դժվար է լինելու, չէ՞, ասաց Լեոնորան։ Այն ամեն ինչ նորից կբացահայտի։ Դու ստիպված կլինես նորից ապրել յուրաքանչյուր պահը։ Ես գիտեմ, մայրիկ։ Բայց պետք է այնտեղ լինեմ։ Պետք է նայեմ նրան ցույց տամ, որ չկարողացավ ինձ ոչնչացնել։ Որ չկարողացավ քեզ ոչնչացնել։ Լեոնորան բռնեց որդու ձեռքը։ Դու ուժեղ մարդ ես, Գաբրիել։ Ավելի ուժեղ, քան ես պատկերացնում էի։ Եվ ես շատ հպարտ եմ քեզանով։ Գաբրիելը նորից զգաց, որ արցունքները գալիս են, բայց այս անգամ դրանք երախտագիտության արցունքներ էին։ Երախտագիտություն մորը վերադարձնելու համար։ Երախտագիտություն Ժաննային, ճշմարտությունը պատմելու համար, քաջություն ունենալու համար։
Երախտագիտություն Ռուբենի նման ընկերներ ունենալու համար, ովքեր կանգնած էին իր կողքին։ Շնորհակալություն, որ երբեք չհանձնվեցիր, մայրիկ։ Շնորհակալություն, որ գոյատեցիր։ Շնորհակալություն, որ հավատացիր, որ ես կվերադառնամ։ Լեոնորան ժպտաց, այն հոգնած, բայց անկեղծ ժպիտով, ով անցել էր դժոխքի միջով, կարողացել էր վերադառնալ։ Ես քո մայրն եմ, Գաբրիել։ Ես միշտ կհավատամ քեզ։ Միշտ։ Նրանք մինչ ուշ զրուցեցին, վերականգնելով կորցրած 3 տարիները, մեկ պատմություն մեկը մյուսի հետից։ Դրսում Երանը շարունակում էր իր աշխույժ գիշերային կյանքը, միլիոնավոր մարդիկ ապրում էին իրենց սեփական պատմությունները, դիմակայում էին իրենց սեփական մարտերին։ Բայց այնտեղ, այդ բնակարանում, 2 մարդ, ովքեր բաժանվել էին ամենադաժան ստից, նորից միասին էին։ Եվ դա, Գաբրիելը մտածեց, մինչ գրկում էր մորը, ամեն ինչ էր, ինչ կարող էր։ Ճշմարտությունը հաղթել էր։ Արդարությունը կատարվում էր։ Եվ մոր-որդու միջ սերը, այն սերը, որը Մարիամը փորձել էր ոչնչացնել, ավելի ուժեղ էր, քան երբը։ Դատարկ գերեզմանը քանդվել էր։ Սուտը բացահայտվել էր։ Եվ կյանքը, իրական ճշմարիտ կյանքը, վերջապես կարող էր նորից սկսվել։ Մարիամի ձերբակալությունից անցել էր 3 ամիս։ 3 ամիս լուրերի, հետաքննությունների, բացահայտումների, որոնք կարծես վերջ չունեին։ Գաբրիելը ժամանակավորապես հեռացել էր բիզնեսից, ընկերության կառավարումը թողնելով վստահելի մարդկանց վրա, մինչ ինքը նվիրված էր մորը խնամելուն մոտալուտ դատավարությանը պատրաստվելուն։ Լեոնորան նկատելի առաջընթաց էր գրանցել։ Բժիշկները տպավորված էին նրա ապաքինմամբ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան։ Երկարատ հանգստացնող դեղերի ազդեցությունը դանդաղորեն հակադարձվում էր, նա արդեն կարողանում էր քայլել առանց օգնության, թե դեռ հեշտությամբ հոգնում էր։ Բայց ամենակարևորն այն էր, որ փայլը վերադարձել էր նրա աչքերին։ Այն կինը, ում Գաբրիելը այցելել էր ծերանոցում, նիհար կոտրված, աստիճանաբար նորից վերածվում էր այն ուժեղ մոր, ում նա ճանաչել էր։ Լեոնորա Ալթունյան հիմնադրամն արդեն լիարժեք աշխատում էր Ժաննայի ղեկավարությամբ։ Առաջին 2 ամիսներին ավելի քան 200 կին էր սպասարկվել, ստանալով վերապատրաստման դասընթացներ, միկրովարկեր, բիզնես սկսելու համար, հոգեբանական աջակցություն։ Բայց ամենահատուկ նախագիծը անտեսանելի ձայներ ծրագիրն էր, որը մտաղացել էր Ժաննան։ Աշխատանքային խումբը հետաքննել էր անհայտ կորած կամ անկանոն վիճակում գտնվող տարեցների 43 կասկածելի դեպք։ Դրանցից 12-ը հաստատվել էին որպես լքման կամ խարդախության դեպքեր։ 12 մարդ, ովքեր, ինչպես Լեոնորան, մոռացվել էին աշխարհի կողմից, հիմա փրկվում էին։ Ժաննան անհավանական աշխատանք է արել, ասաց Գաբրիելը, ժպտալով։ Նա սովորել է լավագույն ուսուցչուհուց, պատասխանեց Լեոնորան չարաճճի ժպիտով։ Ինձանից։ Երկուսը ծիծաղեցին, այն թեթ ու անկեղծ ծիծաղով, ովքեր վերջապես կարողացել էին թույլ տալ, որ անցյալի ծանրությունը սկսի վերածվել ապագայի ուժի։ Մոր-որդու հարաբերությունները վերակառուցվել էին նախկինից էլ ավելի խորը ձով։ 3 տարվա բաժանումը, որքան էլ ցավոտ լիներ, երկուսին էլ սովորեցրել էր միասին անցկացրած յուրաքանչյուր պահի արժեքը։ Այդ պահին Ժաննան մտավ սենյակ։ Նա նույնպես փոխված մարդ էր թվում։ Նա այլս այն նիհար նյարդային կինը չէր, ով Գաբրիելին մոտեցել էր գերեզմանատանը։ Հիմա նա պրոֆեսիոնալ էր հագնված, մազերը խնամված էին, նրա քայլերում վստահություն կար, որը գալիս էր իմանալուց, որ նա նպատակ ուներ, որ իր կյանքը կարոր էր։ Տիկին Լեոնորա, պարոն Գաբրիել, մենք հյուրեր ունենք, հայտարարեց նա։ Նրանք մտան հիմնադրամի գլխավոր սրահը, որտեղ մի խումբ կանայք էին սպասում նրանց։ Նրանք ծրագրի շահառուներն էին, կանայք, ովքեր աջակցություն էին ստացել իրենց սեփական բիզնեսը սկսելու համար։ Նրանք իրենց պատրաստած նվերներ էին բերել, արհեստներ, քաղցրավենիքներ, ծաղիկներ։ Դա շնորհակալություն հայտնելու միջոց էր, բայց նա ցույց տալու, որ նրանք բարգավաճում էին։ Կանանցից մեկը, Կարինեն, 50-ամյա մի կին, ով կարի փոքր բիզնես էր սկսել, արցունքներն աչքերին մոտեցավ Լեոնորային։ Դուք փոխեցիք իմ կյանքը, տիկին Լեոնորա։ Ես հուսահատված էի, աննպատակ։ Եվ հիմա ունեմ իմ սեփական արվեստանոցը, ես պահում եմ իմ ընտանիքը։ Այս ամենը հիմնադրամի շնորհիվ։ Լեոնորան քնքշորեն գրկեց Կարինեին։ Դու ես փոխել քո սեփական կյանքը, սիրելիս։ Մենք պարզապես գործիքներ տվեցինք։ Քաջությունը միշտ քոնն է եղել։ Գաբրիելը դիտեց այդ տեսարանը, զգաց, որ կրծքավանդակը տաքանում է։ Դա էր կարորը։
Ոչ թե վերականգնված փողը, ոչ թե Մարիամի դեմ վրեժը, ոչ թե թերթերի վերնագրերը։ Դա էր իրական մարդիկ, որոնց կյանքերը փոխվում էին երկրորդ հնարավորություն ստանալով։ Այցելուների հեռանալուց հետո Գաբրիելը, Լեոնորան, Ժաննան հավաքվեցին հանդիպումների սենյակում։ Գաբրիելը ինչ-որ բան էր ուզում քննարկել նրանց հետ։ Ես շատ եմ մտածել ապագայի մասին, սկսեց նա։ Հիմնադրամը հրաշալի է աշխատում, բայց ես զգում եմ, որ դեռ ավելին կարող ենք անել։ Ես ուզում եմ ընդլայնվել։ Բացել մասնաճյուղեր այլ քաղաքներում։ Անտեսանելի ձայներ ծրագիրը տանել ամբողջ երկրով մեկ։ Ժաննան անմիջապես աշխուժացավ։ Ես դա կցանկանայի, պարոն Գաբրիել։ Այնքան շատ վայրեր կան, որտեղ դա անհրաժեշտ է։ Այնքան շատ մոռացված մարդիկ։ Լեոնորան բռնեց որդու ձեռքը։ Դու համոզված ես։ Դա քեզանից շատ բան կպահանջի, որդիս։ Շատ ժամանակ, շատ ներդրում։ Գաբրիելը նայեց մորը։ Մայրիկ, 3 տարի ես իմ ժամանակը ծախսեցի, լաց լինելով դատարկ գերեզմանի առջ։ Հիմա ուզում եմ իմ ժամանակը ծախսել, անելով մի բան, որն իսկապես կարևոր է։ Կառուցելով մի բան, որը կտի, որը կօգնի մարդկանց, որը կպատվի այն, ինչ դու անցել ես։ Լեոնորան ժպտաց, աչքերը լցված։ Ապա եկեք դա անենք։ Միասին։ Այդ գիշեր Գաբրիելը վերադարձավ այն բնակարանը, որը գնել էր իր համար Մարիամի հետ ամուսնալուծության ավարտից հետո։ Դա պենթհաուսից փոքր վայր էր, բայց դա իրենն էր, կառուցված ճշմարտության վրա, ոչ թե ստի։ Նա պարզ ճաշ պատրաստեց մենակ կերավ, վայելելով լռությունը։ Նրա հեռախոսը զանգեց։ Ռուբենն էր։ Երկուսը մտերիմ կապ էին պահպանել ամբողջ տարվա ընթացքում, փաստաբանը դարձել էր ոչ միայն բիզնես գործընկեր, այլ իսկական ընկեր։ Գաբրիել, պարզապես ուզում էի քեզ մի նորություն ասել, ասաց Ռուբենը։ Մարիամը բողոքարկում էր, բայց մերժվեց։ Դատավճիռը պահպանվում է։ Նա ամբողջությամբ կբավարարի 18 տարին։ Գաբրիելը մի պահ լռեց։ Ինչպես էր նա զգում դրա մասին։ 1 տարի առաջ, գուցե բավարարվածություն կզգար։ Բայց հիմա, այն, ինչ զգում էր, պարզապես հեռավոր տխրություն էր։ Տխրություն այն մարդու համար, ով նա կարող էր լինել ընտրեց չլինել։ Շնորհակալություն զգուշացնելու համար, Ռուբեն։ Ինչպե՞ս ես, Գաբրիել։ Իրոք։ Ես լավ եմ, պատասխանեց Գաբրիելը, նկատեց, որ դա ճիշտ էր։ Ես առաջ եմ գնում։ Կյանքը տարօրինակ է, գիտես։ 1 տարի առաջ ես անդունդի եզրին էի, բացահայտելով, որ ամեն ինչ, ինչին հավատում էի, սուտ էր։ Այսօր ես կառուցում եմ մի իրական բան, մի բան, որը կարևոր է։ Կարծում եմ, ի վերջո, նա ինձ բարություն արեց։ Ռուբենը ծիծաղեց մյուս կողմից։ Միայն դու կարող ես նման ողբերգությունը դրական բանի վերածել։ Սովորել եմ լավագույնից, ասաց Գաբրիելը, մտածելով մոր մասին։ Հաջորդ հանգստյան օրերին Գաբրիելը հատուկ միջոցառում կազմակերպեց։ Դա հիմնադրամի մեկամյակն էր, բայց նա Լեոնորայի 75-ամյակը։ Նա գեղեցիկ սրահ էր վարձել, հրավիրել հիմնադրամի բոլոր շահառուներին, աշխատակիցներին, ընկերներին այն մարդկանց, ովքեր աջակցել էին ամբողջ տարվա ընթացքում։ Երբ Լեոնորան մտավ սրահ, տեսավ զարդարանքը, մարդկանց, ժպիտները, նա չկարողացավ զսպել արցունքները։ Գաբրիելը գրկեց նրան։ Շնորհավոր ծնունդդ, մայրիկ։ Այս տարի դու կարող ես իսկապես տոնել։ Խնջույքը ուրախ հուզիչ էր։ Եղան ելույթներ, ծիծաղ, երաժշտություն։ Ժաննան ներկայացրեց անտեսանելի ձայներ ծրագրի արդյունքները, ցույց տալով այն 12 մարդկանց լուսանկարները, ովքեր փրկվել էին անկանոն իրավիճակներից։ Յուրաքանչյուր լուսանկարին ուղեկցում էր հաղթահարման, վերսկսման, վերականգնված հույսի պատմություն։ Գաբրիելը սրտանց ելույթ ունեցավ։ 1 տարի առաջ իմ կյանքը փլուզվեց։ Ես բացահայտեցի, որ այն մարդը, ում սիրում էի, ի վիճակի է աներակայելի դաժանությունների։ Ես բացահայտեցի, որ իմ մայրը, ում համար 3 տարի լաց էի լինում, ողջ էր բանտարկված։ Դա իմ կյանքի ամենավատ պահն էր։ Բայց դա նա այն պահն էր, որը ինձ սովորեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր։ Նա նայեց Լեոնորային։ Իմ մայրը ինձ սովորեցրեց ուժի մասին։ Այն մասին, թե ինչպես գոյատել անհնարինը դեռ ունենալ սիրելու, ներելու, վերակառուցելու կարողություն։ Ժաննան ինձ սովորեցրեց քաջության մասին։
Այն մասին, թե ինչպես հասարակության կողմից անտեսանելի համարվող մարդը կարող է կյանքեր փոխել մեկ քաջարի արարքով։ Եվ դուք բոլորդ, շարունակեց նա, նայելով հիմնադրամի շահառուներին, ինձ ամեն օր սովորեցնում եք տոկունության երկրորդ հնարավորությունների մասին, այն մասին, թե ինչպես երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Հանդիսատեսը ծափահարեց։ Լեոնորան բարձրացավ բեմ, գրկեց որդուն, շշնջալով նրա ականջին. «Ես շատ հպարտ եմ քեզանով»։ Հետո Լեոնորայի հերթն էր խոսելու։ Նա նայեց ներկաներին, սկսեց. 1.5 տարի առաջ ես ծերանոցում էի հանգստացնող դեղերով, առանց անվան, առանց պատմության, առանց ապագայի։ Աշխարհը մոռացել էր ինձ։ Բայց մի մարդ չմոռացավ։ Ժաննան հավատաց ինձ, երբ ոչ ոք չէր հավատում։ Նա ամեն ինչ ռիսկի դիմեց, ինձ փրկելու համար։ Եվ այդ քաջության շնորհիվ այսօր ես այստեղ եմ, ողջ, ազատ, շրջապատված մարդկանցով, ում սիրում եմ։ Ես սովորեցի, որ երբեք չենք չափազանց ձեր նորից սկսելու համար։ Երբեք ուշ չէ, որ ճշմարտությունը բացահայտվի։ Եվ մենք երբեք չպետք է թերագնահատենք մեկ մարդու ուժը, ով հրաժարվում է ընդունել անարդարությունը։ Արցունքները ազատորեն հոսում էին ներկաներից շատերի դեմքերից։ Ժաննան նույնպես լաց էր լինում, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ Գիշերն ավարտվեց երաժշտությամբ պարով։ Գաբրիելը պարեց մոր հետ, երկուսը դանդաղ պտտվելով մեղմ երգի հնչյունների ներքո։ Շնորհակալություն, որ երբեք չհանձնվեցիր, մայրիկ, ասաց նա։ Շնորհակալություն, որ գտար ինձ, որդիս, պատասխանեց նա։ Մի քանի օր անց Գաբրիելը անսպասելի հանդիպում ունեցավ։ Անտեսանելի ձայներ ծրագրի կողմից հետաքննված դեպքերից մեկը բացահայտել էր Լեոնորայի դեպքին նման մի իրավիճակ։ Մի տարեց կին պահվել էր ծերանոցում կեղծ ինքնությամբ իր եղբորորդու կողմից, ով ցանկանում էր վերահսկել նրա ժառանգությունը։ Կինը փրկվել էր, հիմա եղբորորդին հետաքննվում էր։ Տարեց կնոջ ընտանիքը եկավ հիմնադրամ, անձամբ շնորհակալություն հայտնելու։ Դուք փրկեցիք իմ տատիկին, ասաց թոռնուհին, 20-ից մի փոքր ավելի տարեկան մի երիտասարդ կին։ Մենք կարծում էինք, որ նա անհայտ կորել է։ Ոստիկանությունը չէր կարողանում գտնել։ Եթե չլիներ հիմնադրամը, մենք երբեք չէինք բացահայտի ճշմարտությունը։ Ժաննան գրկեց երիտասարդ կնոջը։ Հենց դա է պատճառը, թե ինչու ենք մենք դա անում։ Որպեսզի ոչ մի ընտանիք ստիպված չլինի ապրել առանց պատասխանների։ Նրանց հեռանալուց հետո Գաբրիելը նայեց Ժաննային։ Դուք հասկանում եք, թե ինչ եք անում։ Դուք փրկում եք ամբողջ ընտանիքներ։ Դուք կանխում եք, որ այլ մարդիկ անցնեն այն, ինչ ես եմ անցել։ Ժաննան համեստորեն գլխով արեց։ Ես ոչինչ մենակ չեմ անում, պարոն Գաբրիել։ Դա թիմային աշխատանք է։ Բայց դուք եք այս աշխատանքի սիրտը, պնդեց Գաբրիելը։ Եվ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ արժեքավոր եք։ Ոչ միայն որպես աշխատակից, այլ որպես ընտանիք։ Ժաննան ժպտաց, այն ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտով։ Շնորհակալություն, պարոն Գաբրիել։ Դուք նույնպես իմ ընտանիքն եք։ Միակ իսկական ընտանիքը, որ ես երբե ունեցել եմ։ Այդ գիշեր Գաբրիելը վերադարձավ Կոմիտասի անվան Պանթեոն առաջին անգամ այն բանից հետո, երբ քանդել էր կեղծ գերեզմանը։ Բայց այս անգամ նա այնտեղ չէր լաց լինելու։ Նա այնտեղ էր, ցիկլը փակելու համար։ Նա քայլեց մինչ այնտեղ, որտեղ Լեոնորայի տապանակարը նախկինում էր։ Հիմա ոչինչ չկար, պարզապես խոտ էր աճում դատարկ տարածքի վրա։ Գաբրիելը ծնկի իջավ, դիպավ հողին։ Ես այստեղ եմ եկել 3 տարի, հավատալով միստի, ասաց նա ցածր ձայնով։ Ես այստեղ լաց եմ եղել, այստեղ տառապել եմ, այստեղ մեղք եմ կրել։ Բայց հիմա ես գիտեմ ճշմարտությունը։ Եվ եկա այստեղ հրաժեշտ տալու։ Ոչ իմ մորը, որովհետև նա ողջ է լավ։ Բայց հրաժեշտ տալու այն տղամարդուն, ով ես էի։ Այն միամիտ, կույր տղամարդուն, ով հավատում էր պատրանքներին։ Նա վեր կացավ։ Նրա տեղը ծնվեց մի տղամարդ, ով գիտի ճշմարտության արժեքը։ Ով հասկանում է դավաճանության գինը։ Բայց ով նա սովորել է ներման երկրորդ հնարավորությունների, ցավը նպատակի վերածելու մասին։ Գաբրիելը դուրս եկավ գերեզմանատանից, իմանալով, որ այլս երբեք չի վերադառնա։ Այդ գլուխը փակված էր։ Իրական կյանքը, իսկական կյանքը դրսում էր, սպասելով իրեն։ 6 ամիս անց Լեոնորա Ալթունյան հիմնադրամը բացեց իր երկրորդ մասնաճյուղը Գյումրիում, Շիրակի մարզում։ Գաբրիելը, Լեոնորան, Ժաննան ներկա էին բացմանը։
Դա հուզիչ միջոցառում էր, հարյուրավոր մարդիկ մասնակցում էին, նրանցից շատերը կիսում էին իրենց սեփական հաղթահարման պատմությունները։ Արարողության ընթացքում մի լրագրող հարցրեց Գաբրիելին, այն ամենից հետո ինչ պատահեց, ինչ հիմնական դաս քաղեցիք այդ փորձից։ Գաբրիելը մի պահ մտածեց, նայելով մորը իր կողքին, Ժաննային ժպտալով հյուրերի միջ, բոլոր այն մարդկանց, ում կյանքին դիպչում էր հիմնադրամը։ Ես սովորեցի, որ ճշմարտությունը միշտ ճանապարհ է գտնում, պատասխանեց նա։ Դա կարող է տել օրեր, ամիսներ, տարիներ։ Այն կարող է թաղված լինել ստի շերտերի տակ։ Բայց ի վերջո, այն բացահայտվում է։ Եվ երբ բացահայտվում է, իր հետ բերում է ոչ միայն ցավ, այլ ազատություն։ Ազատություն, իսկապես ապրելու, իսկապես սիրելու, իսկապես ազատ լինելու համար։ Այդ գիշեր, վերադառնալով Երան, Գաբրիելը ճաշեց մոր հետ նրա բնակարանում։ Նրանք խոսեցին հիմնադրամը էլ ավելի ընդլայնելու ծրագրերի մասին, այն նոր դեպքերի մասին, որոնք հետաքննվում էին, այն կյանքի մասին, որը նրանք կառուցում էին միասին։ Դու գիտես, որ ես սիրում եմ քեզ, չէ՞ որդիս, հանկարծ ասաց Լեոնորան։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքը։ Ես գիտեմ, մայրիկ։ Եվ դու գիտես, որ ես էլ եմ սիրում քեզ։ Լեոնորան ժպտաց։ 3 տարի ես երազում էի այս պահի մասին։ Կարողանալ նստել քեզ հետ, խոսել, պարզապես մոտ լինել։ Եղել են օրեր, երբ կարծում էի, որ երբեք չի պատահի։ Բայց ահա մենք այստեղ ենք։ Ահա մենք այստեղ ենք, կրկնեց Գաբրիելը, զգալով այդ բառերի ծանրությունն ու գեղեցկությունը։ Նրանք նստած մնացին հարմարավետ լռության մեջ, պարզապես վայելելով մեկը մյուսի ներկայությունը։ Դրսում Երանը բաբախում էր իր անսահման էներգիայով, միլիոնավոր պատմություններ էին միաժամանակ զարգանում։ Բայց այնտեղ, այդ բնակարանում, երկու մարդ, ովքեր բաժանվել էին ամենադաժան ստից, նորից միասին էին։ Եվ դա, Գաբրիելը մտածեց, մինչ նայում էր մորը, ամեն ինչ էր, ինչ իսկապես կարևոր էր։ Ճշմարտությունը հաղթել էր։ Սերը գոյատել էր։ Եվ կյանքը, այն իրական ճշմարիտ կյանքը, որը նրանք այդքան պայքարել էին վերականգնելու համար, վերջապես կարող էր լիովին ապրվել։ Դատարկ գերեզմանը պարզապես դատարկ էր։ Բայց այն կյանքը, որը նրանք կառուցում էին հիմա, դա իրական էր։ Դա ճշմարիտ էր։ Դա իրենցն էր։ Եվ ոք այլս երբեք չէր կարողանա դա խլել նրանցից։ Գաբրիելը պատուհանից նայեց լուսավորված քաղաքին ժպտաց։ Անցյալը անցյալում էր։ Ապագան բացվում էր նրանց առջ, լի հնարավորություններով, նպատակով, հույսով։ Եվ տարիներ շարունակ առաջին անգամ Գաբրիելն իրեն իսկապես հանգիստ զգաց։ Ճանապարհը երկար ու ցավոտ էր եղել։ Ճշմարտությունը թանկ էր նստել։ Բայց ի վերջո արժեր յուրաքանչյուր արցունքը, յուրաքանչյուր անքուն գիշերը, յուրաքանչյուր ցավի պահը։ Որովհետև ի վերջո նրանք հաղթել էին։ Ոչ թե Մարիամի դեմ, այլ ստի դեմ։ Հուսահատության դեմ։ Հանձնվելու դեմ։ Եվ դա ամենամեծ հաղթանակն էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Գաբրիելի Լեոնորայի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք ցավի, քաջության վերսկսման այս ճանապարհորդությունից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա Ժաննայի քաջությունն էր, ամեն ինչ ռիսկի դնելով անծանոթին փրկելու համար։ Արդյոք դա Գաբրիելի նրա մոր հուզիչ վերամիավորումն էր ծերանոցում։ Թե դա ողբերգության վերածումն էր հույսի հիմնադրամի միջոցով։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը, պատմություններ հաղթահարման, արդարության ընտանեկան սիրո անսասան ուժի մասին։ Ձեր մեկնաբանությունները